Բարձրակարգ շենքում մի մաքրուհի լսեց մի բան, որը երբեք չէր կարելի անտեսել։ Մի քանի րոպե անց 15 լեզու խոսելու մասին անսպասելի պնդումը առաջացրեց դաժան ծիծաղ, սակայն այդ ծիծաղը երկար չտեց։ Երբ ընկերության ամենակարևոր ժողովը սկսեց փլուզվել, մեկը, ում ոչ ոք չէր արժորում, որոշեց գործել։ Եվ հաջորդած ցնցումը փոխեց կարիերաները, պայմանագրերը, ճակատագրերը, ընդմիշտ։ Նախքան այս անսպասելի պատմությանը ծանոթանալը, մի եք բաժանորդագրվել ալիքին, ավելի emotion-end պատմությունների համար։ Երանի արը դեռ այրում էր ասֆալտը նույնիսկ երեկոյան ժամը 6-ից հետո, երբ Հեղինե Հակոբյանը իր մաքրության սայլակը հրեց Երանյան բիզնես կենտրոնի 23-րդ հարկի միջանցքով։ Մուգ կապույտ համազգեստը կպել էր նրա քրտնած մեջքին, իսկ նեղ կոշիկները 10 ժամից ավելի աշխատանքից հետո հետքեր էին թողել ոտքերի վրա։ Բայց նա չէր կարող բողոքել։ Ոչ այն դեպքում, երբ այդ աշխատավարձի յուրաքանչյուր լուման իր մոր համար դեղորայքիս 1 օր էր նշանակում, վճարված հաշիվներիս 1 շաբաթ, 1 ամիս պահպանված արժանապատվություն այն քաոսի մեջ, որին վերածվել էր իր կյանքը։ Հեղինեն 32 տարեկան էր, բայց երբեմն զգում էր, որ մի ամբողջ կյանքի հոգնածություն է կրում։ Նրա դեմքը, թե գեղեցիկ, ուներ խորը ստվերներ աչքերի տակ, որոնք կարծես ոչ մի հանգիստ չէր կարողանում ջնջել։ Շագանակագույն մազերը միշտ հավաքված էին պարզ, գործնական, անտեսանելի կոկոնի մեջ։ Որովհետև հենց դա էր նա այդ վայրում, անտեսանելի։ Մարդիկ անցնում էին նրա կողքով առանց հայացքի, առանց ողջույնի, կարծես նա կահույքի մաս լիներ, անհրաժեշտ, բայց մեկանգամյա օգտագործման առարկա Արարատ Իմպորտ-Էքսպորտի կորպորատիվ միջավայրում, որը Հայաստանի միջազգային արտերի խոշորագույն ընկերություններից մեկն էր։ Մինչ մաքրում էր գլխավոր խորհրդակցությունների սենյակի սեղանները, Հեղինեն թույլ տվեց, որ իր միտքը թափառի հեռավոր վայրերում։ Դա հին սովորություն էր, մի ապաստան, որը նա զարգացրել էր դեռ մանկուց, երբ հայտնաբերել էր, որ բառերը կարող են կամուրջներ լինել դեպի այլ աշխարհներ։ Նա հիշեց, թե ինչպես 14 տարեկանում օգնում էր հորը փոքրիկ հյուրատանը, որը ընտանիքը պահում էր Դիլիջանում։ Հենց այնտեղ, զրուցելով մոլորակի բոլոր անկյուններից եկած զբոսաշրջիկների հետ, նա բացահայտեց լեզուների նկատմամբ իր տաղանդը։ Մինչ իր տարիքի մյուս աղջիկները խաղում էին լճափին, Հեղինեն գունավոր տետրերում նախադասություններ էր գրառում, հնչյուններ էր անգիր անում, ընդօրինակում էր առոգանությունները, կլանում էր հին բառարանները, որոնք հյուրերը թողնում էին իրենց հետից։ Իտալերենն առաջինն էր, որը բերել էր Վենետիկից մի զույգ, որը հիացած էր հետաքրքրասեր աղջնակով։ Հետո եկան անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը։ Նրա հայրը, պարզ, բայց իմաստուն մի մարդ, միշտ ասում էր, որ նա ծնվել է հատուկ լսողությամբ, որն ունակ է ընկալել մարդկանց ձայների անտեսանելի մեղեդիները։ 16 տարեկանում Հեղինեն արդեն սահուն խոսում էր 7 լեզվով, երազում էր աշխատել միջազգային զբոսաշրջության ոլորտում, գուցե նույնիսկ բացել իր սեփական տուրիստական գործակալությունը։ Թվում էր, թե ամբողջ աշխարհը նրա ձեռքի տակ է, պարզապես պետք էր ձեռքը մեկնել վերցնել։ Բայց կյանքը, Հեղինեն շուտ հասկացավ, իր սեփական ծրագրերն ունի։ Նրա հայրը հանկարծամահ եղավ, երբ նա 18 տարեկան էր, թողնելով պարտքեր, որոնք կուլ տվեցին հյուրատունը երազանքները միասին։ Նրա մայրը Սաթենիկը այդպես էլ լիովին չապաքինվեց կորստից, հաջորդ տարիներին նրա մոտ զարգացավ առողջական նուրբ վիճակ, որը պահանջում էր մշտական թանկարժեք խնամք։ Հեղինեն թողեց համալսարանական ուսումը, որը սկսել էր հասարակայնության հետ կապերի ֆակուլտետում, լքեց Գյումրիի մի տուրիստական գործակալությունում իր խոստումնալից աշխատանքը, վերադարձավ, հոգ տանելու իրեն մնացած միակ ընտանիքի մասին։ Բայց նա չլքեց լեզուները։ Շարունակեց ինքնուրույն սովորել ուշ գիշերով, երբ մայրը քնում էր։ Դիտում էր օտարալեզու ֆիլմեր առանց ենթագրերի, լսում էր միջազգային ռադիոկայաններ, կարդում էր ներմուծված թերթեր, որոնք գտնում էր հին գրքերի խանութներում։ Սովորեց գերմաներեն, ճապոներեն, չինարեն, մանդարին, ռուսերեն, արաբերեն, կորեերեն, հոլանդերեն, շվեդերեն։ Յուրաքանչյուր լեզու բացված պատուհան էր դեպի մտ վայր, որտեղ նա ֆիզիկապես չէր կարող լինել, բայց կարող էր այցելել մտքով։ Դա նրա ձն էր, թույլ չտալու մեռնել այն աղջկան, որը մի օր երազում էր օվկիանոսներ հատել։ Այժմ, 32 տարեկանում, Հեղինեն տպավորիչ սահունությամբ խոսում էր 15 լեզվով։ Բայց ով կիմանար դրա մասին այստեղ, Արարատ Իմպորտ-Էքսպորտում։ Ում դա կհետաքրքրեր։ Իտալական կոստյումներով մետաքսե փողկապներով գործադիր տնօրենների համար, որոնք շրջում էին ապակեպատ միջանցքներով, նա պարզապես մաքրուհի էր։ Նա, ով դատարկում էր աղբամանները, մաքրում էր սուրճի թափված կաթիլները, անհետանում էր անկյուններում, երբ կարևոր մարդիկ էին սենյակ մտնում։ Ոչ ոք նրանից լրիվ անունը չէր հարցնում։
Ոչ ոք չէր ուզում իմանալ նրա պատմությունը։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ մինչ նա սրբում էր միլիարդավոր դոլարների գործարքների սեղանները, հասկանում էր անգլերենով շնչացած յուրաքանչյուր բառ, գերմաներենով կնքված յուրաքանչյուր համաձայնագիր, չինարենով արտահայտված յուրաքանչյուր մտահոգություն։ Երբեմն Հեղինեն մտածում էր, թե ինչ կլիներ, եթե նա պարզապես բացեր բերանը, ցույց տար, թե ով է իրականում։ Բայց վախը կաթվածահար էր անում նրան։ Վախ ծաղրի առարկա դառնալու, վախ կորցնելու այն աշխատանքը, որը պահում էր մորը, վախ բացահայտելու, որ իր տաղանդը որքան էլ արտասովոր լիներ, ոչ մի արժեք չուներ մի աշխարհում, որը դատում էր նրան իր հագած համազգեստով։ Այսպիսով նա շարունակում էր մնալ լուռ անտեսանելի, հրելով իր սայլակը միջանցքներով, իր հետ տանելով բառերի մի տիեզերք, որը ոչ ոք երբեք չէր լսելու։ Այդ հինգշաբթի օրը, սակայն, օդում կարծես ինչ-որ բան այլ էր։ Հեղինեն անսովոր իրարանցում նկատեց դեռ այն պահից, երբ եկավ երեկոյան հերթափոխի։ Քարտուղարուհիները փաստաթղթերի կույտերով վազվզում էին այս ու այն կողմ, գործադիրները հեռախոսով բարձրաձայն խոսում էին հրատապ տոնով, իսկ գլխավոր խորհրդակցությունների սենյակը, որը սովորաբար օգտագործվում էր շաբաթը մեկ անգամ, պատրաստվում էր հատուկ խնամքով։ Կենտրոնական սեղանին թարմ ծաղիկներ էին դրվել, սովորական տեղական հանքային ջրի շշերը փոխարինվել էին ներմուծվածներով, նույնիսկ օդորակիչը կարգավորվել էր ավելի հաճելի ջերմաստիճանի։ Ռուզաննան, մաքրության վերահսկիչը, 50 տարեկան մի կին, կոշտ ձայնով էլ ավելի կոշտ սրտով, Հեղինեին 3 այլ աշխատակցուհիների կանչեց հանդերձարան, արագ խորհրդակցության։ Վաղը առավոտյան այստեղ մեծերի ժողով է, աղջիկներ։ Օտարերկրյա ներդրողներ, տնօրեններ, ընկերության սեփականատերն անձամբ է գալու։ Տիկին Կարինեն, որը համակարգում էր ցերեկային թիմը, բացատրում էր այն նյարդային շտապողականությամբ, որը բնորոշ է մեկին, ով գիտի, որ իր սեփական աշխատանքը կախված է նրանից, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Պետք է, որ գլխավոր սենյակը ժամը 7-ին անթերի լինի։ Հեղինե, դու վաղը ավելի շուտ կգաս, 5:30, որպեսզի հասցնես ամեն ինչ։ Եվ երբ ժողովը սկսվի, դու կմնաս անկյունում, լուռ, ուղղակի կհետես, եթե ինչ-որ բան պետք լինի։ Բայց առանց խանգարելու, լսեցի՞ր։ Հեղինեն գլխով արեց, սովոր լինելով այս տեսակի հրամաններին։ Անկյունում անտեսանելի մնալը, ի վերջո, նրա մասնագիտությունն էր։ Բայց երբ այդ գիշեր տուն էր վերադառնում լեփ-լեցուն ավտոբուսով, որը նրան տանում էր դեպի Նոր Նորքի թաղամասերից մեկը, որտեղ ապրում էր մոր հետ, նա չէր կարողանում դադարել մտածել ժողովի մասին։ Օտարերկրյա ներդրողներ։ Տարբեր երկրներ։ Տարբեր լեզուներ։ Հետաքրքրության մի կայծ, որը երկար ժամանակ քնած էր, սկսեց արթնանալ նրա կրծքում։ Նա տուն հասավ գրեթե գիշերվա 10-ին։ Երկու սենյականոց փոքրիկ բնակարանը լուռ էր, մայրն արդեն քնած էր կողքի սենյակում։ Հեղինեն թեյ պատրաստեց, նստեց խոհանոցի սեղանի մոտ, բացեց կորեերենի քերականության գրքերից մեկը, որը ամիսներ առաջ գնել էր հին գրքերի խանութից։ Բառերը պարում էին էջի վրա, նա դրանք ներծծում էր սպունգի պես, մտովի վարժվելով յուրաքանչյուր հիերոգլիֆի ճիշտ արտասանությանը։ Նա դա անում էր ամեն գիշեր, երբ ֆիզիկական աշխատանքի հյուծվածությունը տեղի էր տալիս մտավոր սովին, որը նա երբեք չէր կարողանում լիովին հագեցնել։ Նրա մայրը, Սաթենիկը, արթնացավ կեսգիշերին մոտ, ջուր խնդրելով։ Հեղինեն անմիջապես վեր կացավ, օգնեց նրան դեղերն ընդունել, նորից հարմարավետ տեղավորվել անկողնում։ Սաթենիկը բռնեց դստեր ձեռքը այդքան փխրուն մեկի համար զարմանալի ուժով։ Դու շատ ես սովորում, աղջիկս։ Պետք է հանգստանաս, ձայնը մտահոգ շշուկ էր։ Ես լավ եմ, մայրիկ։ Սիրում եմ սովորել։ Ինձ լավ է անում։ Բայց ինչի՞ համար, Հեղինե։ Ինչին է պետք այդ ամենը, եթե դու գրասենյակներ ես մաքրում։ Սխալ մի հասկացիր, ազնիվ աշխատանքի մեջ ամոթալի ոչինչ չկա, բայց դու միշտ այնքան խելացի ես եղել, այնքան յուրահատուկ։ Երբեմն ինձ մեղավոր եմ զգում, որ դու հրաժարվեցիր քո երազանքներից իմ պատճառով։ Հեղինեն նստեց մահճակալի եզրին, շոյեց մոր ծերացած դեմքը։ Ես ոչնչից չեմ հրաժարվել, մայրիկ։ Պարզապես ճանապարհս եմ փոխել։ Եվ դու երբեք բեռ չես եղել, ձեզ խնամելը իմ ընտրությունն էր։ Այն, ինչ ես սովորում եմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել։ Ամեն ինչ այստեղ է, ներսում։ Եվ նա դիպավ իր գլխին, հետո սրտին։ Եվ այստեղ։ Սա ինձ է պատկանում, հասկանում ես։ Սաթենիկը ժպտաց, աչքերը արցունքոտվել էին։ Դու չափազանց ուժեղ ես այս աշխարհի համար, աղջիկս։ Մի օր մարդիկ դա կտեսնեն։
Հեղինեն չպատասխանեց, բայց մինչ վերադառնում էր իր փոքրիկ սենյակ, նրա մի մասը ուզում էր հավատալ այդ խոսքերին։ Նա պառկեց նեղ մահճակալին, նայելով խոնավությունից բծավորված առաստաղին, թույլ տվեց իրեն երազել, ընդամենը մի քանի րոպե, մի ուրիշ աշխարհի մասին։ Մի աշխարհ, որտեղ նա անտեսանելի չէր։ Մի աշխարհ, որտեղ իր հմտություններն ավելի կարևոր էին, քան իր հավաքարարի համազգեստը։ Բայց հոգնածությունը շուտով հաղթեց նրան, նա քնեց, կորեերենի գիրքը դեռ բաց իր կրծքին։ Հաջորդ առավոտը սովորականից շուտ եկավ։ Հեղինեն արթնացավ 4:30, արագ լոգանք ընդունեց, հագավ արդեն կարերից քրքրված համազգեստը դուրս եկավ նույնիսկ արի ծագելուց առաջ։ Երանի փողոցները գրեթե դատարկ էին, միայն մի քանի գիշերային աշխատողներ էին տուն վերադառնում, առաջին հացթուխներն էին բացում իրենց դռները։ Այդ ժամին կար միայնակ մի նույն ժամանակ ազատագրող ինչ-որ բան, երբ հսկա քաղաքը դեռ լիովին չէր արթնացել իր խելահեղ առօրյային։ Նա Արարատ իմպորտ-էքսպորտ հասավ 6-ից շուտ։ Շենքը լուռ էր, միայն գիշերային անվտանգության աշխատակիցներն ու տեխնիկական սպասարկման մի քանի աշխատողներ կային։ Հեղինեն ուղիղ գնաց 23-րդ հարկի գլխավոր խորհրդակցությունների սենյակ, որտեղ սկսեց իր աշխատանքը մանրակրկիտ նվիրումով։ Մաքրեց ներմուծված կարմրափայտի սեղանի յուրաքանչյուր սանտիմետրը, փայլեցրեց կաշվե աթոռները, սրբեց պատուհանները, մինչ դրանք հայելու պես արտացոլեցին ներքում գտնվող քաղաքը, 3 անգամ փոշեկուլով մաքրեց գորգը, համոզվելու համար, որ ոչ մի մազի թել չի մնացել։ Կարգի բերեց նոթատետրերը, ուղեց գրիչները, ստուգեց, թե արդյոք շնորհանդեսների էկրանների բոլոր հեռակառավարման վահանակներն աշխատում են։ Ժամը գրեթե 8-ն էր, երբ առաջին գործադիրները սկսեցին գալ։ Հեղինեն արդեն ավարտել էր իր աշխատանքը, գտնվում էր իրեն հատկացված զուսպ անկյունում, հետի դռան մոտ, որտեղից կարող էր արագ դուրս գալ, եթե ինչ-որ բան բերելու կարիք լիներ կամ պարզապես անհետանալ, երբ այլս անհրաժեշտ չլիներ։ Նա ամեն ինչին հետում էր իր ուշադիր աչքերով, հենց այն աչքերով, որոնց մարդիկ երբեք չէին փորձում հանդիպել։ Առաջինը ներս մտավ Արմեն Պետրոսյանը, միջազգային գործառնությունների տնօրենը։ 50-անց մի տղամարդ, գելով հետ սանրված ալեխառն մազերով, անթերի կտրվածքով, մոխրագույն կոստյումով, մի կեցվածքով, որը հավասար չափաբաժիններով իշխանություն ամբարտավանություն էր ճչում։ Հեղինեն նրան լավ էր ճանաչում, գոնե տեսքով։ Նա այն տիպի գործադիր էր, որը մաքրության աշխատակիցներին վերաբերվում էր որպես խոսող կահույքի, որոնք անհրաժեշտ էին միայն այն ժամանակ, երբ պետք էր, որ ինչ-որ բան արվի, իսկ մնացած բոլոր պահերին անտեսանելի էին։ Արմենին ուղեկցում էին 3 այլ տնօրեններ, բոլորը կտրված կորպորատիվ գերազանցության նույն կաղապարով։ Նրանք իրար մեջ խոսում էին սպասվող ժողովի կարողության, խաղասեղանին դրված միլիոնների, այն մասին, թե ինչպես այս գործարքը կարող էր Արարատը բոլորովին նոր մակարդակի հասցնել միջազգային շուկայում։ Հեղինեն լսում էր ամեն ինչ, բայց աչքերը ցածր էր պահում, ձեռքերը խաչած գոգնոցի վրա, այն մարդու կեցվածքով, ով իրականում այնտեղ չէր։ Այս ժողովը չի կարող ձախողվել, Արմեն, ասում էր Արմենը նրան, ով կարծես իր երկրորդ հրամանատարն էր։ Մենք այստեղ 6 տարբեր երկրներից ներդրողներ ունենք։ Եթե այս պայմանագիրը կնքենք, կեռապատկենք մեր գործունեությունն Ասիայում, կկրկնապատկենք Եվրոպայում։ Բայց եթե ինչ-որ բան սխալ գնա, եթե կորցնենք այս տղաներին, ամբողջ ընկերությունը կզգա հարվածը։ Եվ պետք չէ ասել, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր ձախողվում են այս մակարդակի գործողության մեջ։ Մյուս տղամարդը գլխով արեց, տեսանելիորեն նյարդայնացած։ Դու վարձել ես այն թարգմանչին, որին դեսպանատունն էր խորհուրդ տվել։ Վարձել եմ։ Ենթադրաբար խոսում է 6 լեզվով։ Մի ամբողջ կարողություն պահանջեց, բայց ասում են, լավն է։ Նա կամուրջ կլինի մեր ներդրողների միջ։ Ես մի քիչ անգլերեն խոսում եմ, բայց այս կարգի գործարքներ կնքելու համար չեմ կարող թյուրիմացությունների ռիսկի դիմել։ Հեղինեն գծեց շուրթը, դիմադրելով աչքերը տնկելու ցանկությանը։ Նա մի քանի անգամ լսել էր Արմենին անգլերեն խոսելու փորձեր անելիս, երբ օտարերկրյա գործադիրներ էին այցելում ընկերություն։ Նրա ուժեղ առոգանությունն ու սահմանափակ բառապաշարը ցանկացած խոսակցություն դարձնում էին համբերության փորձություն երկու կողմերի համար։ Բայց նա չափազանց հպարտ էր իր սահմանափակումները խոստովանելու համար, միշտ պարծենում էր Միացյալ Նահանգներում աշխատած 2 տարիներով, կարծես դա նրան սահուն խոսող էր դարձրել։ Րոպեներն անցան, սենյակը լցվեց։ Եկան Արարատի այլ գործադիրներ, ծավալուն թղթապանակներ տանող քարտուղարուհիներ, օգնականներ, որոնք շնորհանդեսներ էին կարգավորում հսկա էկրաններին միացված համակարգիչներում։ Ժամը 9-ին օտարերկրյա ներդրողները սկսեցին ներս մտնել, Հեղինեն զգաց, որ սիրտը մի փոքր արագանում է։
ոչ թե նյարդայնությունից, այլ մի հուզմունքից, որը լիովին չէր կարողանում սահմանել։ Կարծես ինքնուրույն ուսուցման բոլոր այդ տարիները, բառապաշարներ անգիր անելու արտասանություններ վարժվելու բոլոր այդ գիշերները հանկարծ շոշափելի նպատակ էին ստանում, նույնիսկ եթե նա մնում էր հեռվից դիտորդի դերում։ Կային երկու չինացի ներդրողներ, մի ճապոնական զույգ, երկու գերմանացի գործարար ֆրանսիական կոնգլոմերատի ներկայացուցիչ։ Բոլորը անթերի հագնված, բոլորը կրում էին այն իշխանության աուրան, որը գալիս է աներակայելի կարողություններ վերահսկելուց։ Նրանք ողջունեցին Արմենին մյուս տնօրեններին ամուր ձեռքսեղմումներով, պրոֆեսիոնալ ժպիտներով, բայց Հեղինեն ինչ-որ բան նկատեց նրանց աչքերում, զգուշավորություն, մշտական գնահատում։ Նրանք այնտեղ էին գործարք կնքելու համար, բայց նա դատելու, թե արդյոք Արարատ իմպորտ-էքսպորտն արժանի է իրենց վստահությանն ու փողին։ Թարգմանիչը րոպեներ անց ժամանեց, 40-ն անց նիհար մի տղամարդ, կաշվե պայուսակով թանկարժեք շրջանակով ակնոցներով։ Նա արագ ներկայացավ Արմենին, որը կարծես գոհ էր նրա պրոֆեսիոնալ տեսքից։ Ժողովը պատրաստվում էր սկսվել։ Հեղինեն ավելի հարմար տեղավորվեց իր զուսպ աթոռին անկյունում, պատրաստվելով մի քանի ժամվա բացարձակ լռության։ Արմենը արագ հայացք գցեց նրա ուղղությամբ, մի հայացք, որը հստակ ասում էր, որ նա պետք է գոյություն ունենա միայն այն դեպքում, եթե կանչեն, հետո իր ուշադրությունը դարձրեց ներդրողներին։ Ժողովը սկսվեց պաշտոնական ներկայացումներով, գունավոր սլայդներով, որոնք ցույց էին տալիս աճի գրաֆիկներ, ներմուծման արտահանման տպավորիչ թվեր, լավատեսական կանխատեսումներ հաջորդ տարիների համար։ Եվ հենց այդ ժամանակ Հեղինեն սկսեց նկատել, որ ինչ-որ բան սխալ է։ Շատ սխալ։ Թարգմանիչը, այն մարդը, որին վարձել էին մի ամբողջ կարողության դիմաց, որը ենթադրաբար տիրապետում էր 6 լեզվի, սխալներ էր անում։ Դրանք փոքր սխալներ չէին, պատահական սայթաքումներ, որոնք կարելի էր ներել։ Դրանք լուրջ սխալներ էին, բոլորովին խեղաթյուրված թարգմանություններ, որոնք փոխում էին նախադասությունների ողջ իմաստը։ Երբ Արմենը խոսում էր ներդրումների վերադարձի ամուր երաշխիքների մասին, թարգմանիչը չինացիներին թարգմանում էր մի բան, որն ավելի շատ հնչում էր որպես ֆինանսական անորոշություն։ Երբ գերմանացիները հարցեր էին տալիս կոնկրետ ժամկետների մասին, թարգմանված պատասխանները բացարձակապես իմաստ չունեին, առաջացնելով տեսանելի շփոթություն նրանց դեմքերին։ Հեղինեի մեջքով սարսուռ անցավ։ Նա հասկանում էր ասված յուրաքանչյուր բառը, այդ սենյակում խոսվող յուրաքանչյուր լեզվով։ Եվ նա դանդաղեցված կադրերով ականատես էր լինում աղետի զարգացմանը։ Ներդրողները շփոթվում էին, անհանգստանում, սկսում էին իրար հետ հայացքներ փոխանակել, որոնք ակնհայտորեն դրական չէին։ Չինացիներից մեկը մանդարինով ինչ-որ բան մրմնջաց մյուսին, Հեղինեն կատարելապես հասկացավ։ Այս վայրը պրոֆեսիոնալ չի թվում։ Գուցե պետք է վերանայենք։ Նա ուժգին սեղմեց ձեռքերը, զգալով, թե ինչպես են եղունգները խրվում ափերի մեջ։ Նրա մի մասը ուզում էր ոտքի կանգնել, ընդհատել այդ կրկեսը, ուղղել սխալները, քանի դեռ ուշ չէր։ Բայց մյուս մասը, այն մասը, որը սովորել էր գոյատել անտեսանելի լինելով, նրան գամել էր այդ աթոռին։ Ո՞վ էր նա իրեն կարծում։ Մի հավաքարար, առանց ավարտված համալսարանական կրթության, առանց ճանաչված հավատարմագրերի, առանց ոչնչի, բացի ինքնուս տաղանդից, որը նա մշակել էր ստվերներում։ Եթե նա բերանը բացեր, նրան կծաղրեին, կնվաստացնեին, հավանաբար կհեռացնեին աշխատանքից։ Եվ այդ դեպքում, ինչ կլիներ մոր հետ։ Ինչ կլիներ նրանց ունեցած միակ ապրուստի միջոցի հետ։ Ժողովը շարունակվեց, իրավիճակը միայն վատթարանում էր։ Հեղինեն տեսնում էր, թե ինչպես է հիասթափությունը մեծանում ներդրողների դեմքերին, լարվածությունն աճում Արարատի գործադիրների միջ, որոնք ակնհայտորեն զգում էին, որ ինչ-որ բան լավ չի ընթանում, բայց չէին կարողանում հստակ հասկանալ, թե ինչն է պատճառը։ Արմենը փորձում էր միջամտել իր թերի անգլերենով, բայց միայն ավելի էր խճճում իրավիճակը։ Քրտինքի կաթիլներ սկսեցին հայտնվել նրա ճակատին, որը սովորաբար այնքան վերահսկված վստահ էր։ Հենց այդ պահին ճապոնացի ներդրողներից մեկը, 50-ն անց էլեգանտ մի կին, պայմանագրի պայմանների վերաբերյալ վճռորոշ հարց բարձրացրեց։ Թարգմանչի տված թարգմանությունն այնքան անհեթեթորեն սխալ էր, որ Հեղինեն ստիպված էր իրեն զսպել, որպեսզի բացականչություն չարձակի։ Նա պաշտպանության կետերի մասին հարցը վերածել էր մի բանի, որը հնչում էր որպես անազնիվ գործելակերպի մեղադրանք։ Արարատի գործադիրները տեսանելիորեն վիրավորվեցին, ճապոնուհին ցնցված էր նրանց արձագանքից, իսկ մյուս ներդրողները սկսեցին անհարմար շարժվել իրենց աթոռներին։ Ավելի տարիքով գերմանացին, ակնոցով ալեխառն բեղերով մի տղամարդ, գերմաներենով ինչ-որ բան ասաց իր գործընկերոջը, Հեղինեն հասկացավ յուրաքանչյուր բառ։
Սա ժամանակի կորուստ է։ Այս ընկերությունը գաղափար չունի, թե ինչ է անում։ Եկ հեռանանք, քանի դեռ սա ավելի ամոթալի չի դարձել։ Եվ հենց այդ պահին, երբ 6 ներդրողները սկսեցին միաժամանակ ոտքի կանգնել, երբ Արմենը գունատվեց, հասկանալով, որ պատրաստվում է կորցնել իր ողջ կարիերայի ամենակարևոր գործարքը, երբ ընկերության ողջ ապագան կարծես փլուզվում էր այդ անթերի մաքուր խորհրդակցությունների սենյակում, Հեղինեի ներսում ինչ-որ բան պարզապես կոտրվեց։ Նրա ներսում մի ձայն, որը լռեցվել էր տարիների հարկադրված անտեսանելիությամբ, բոլոր վախերից ավելի բարձր գոռաց. Նա չէր կարող պարզապես նստած դիտել։ Ոչ այն դեպքում, երբ ուներ դա ուղղելու ուժը։ Ոչ այն դեպքում, երբ 15 լեզուներ ապրում էին նրա ներսում, խնդրելով, որ իրենց լսեն։ Հեղինեն ոտքի կանգնեց, թե նրա շարժումը փափուկ էր, այն սենյակում որոտի պես արձագանքեց։ Խնդրում եմ, ներողություն, Հեղինեի ձայնը հստակ հնչեց խորհրդակցությունների սենյակում տիրող քաոսի մեջ։ Բոլոր հայացքները ուղղվեցին դեպի նա։ Արմեն Պետրոսյանը խոժոռվեց, շփոթված, թե ինչ էր անում այդ մաքրուհին դեռ այնտեղ, առավել խոսում այդքան կարճ ժողովի ընթացքում։ Արարատի մյուս գործադիրները անհավատալի հայացքներ փոխանակեցին։ Օտարերկրյա ներդրողները, որոնք արդեն ոտքի էին կանգնել, պատրաստվում էին հեռանալ, կանգ առան, զուտ հետաքրքրությունից դրդված այդ անսպասելի ընդհատման պատճառով։ Թարգմանիչը վիրավորված տեսք ուներ, կարծես նրա իրավասությունը կասկածի տակ էր դրվում հնարավոր ամենաանհավանական մարդու կողմից։ Հեղինեն զգաց, որ ոտքերը դողում են, բայց ստիպեց իրեն մի քայլ առաջ անել։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե սենյակում բոլորը պետք է կարողանային լսել այն։ Նա իր ամբողջ կյանքում նման բան երբեք չէր արել։ Միշտ եղել էր լուռ աղջիկը, կինը, որը բավարարվում էր ստվերներով, որն ընդունում էր իր դիրքն առանց վիճարկելու։ Բայց այդ պահին նրա ներսում ինչ-որ բան փոխվել էր։ Գուցե դա անարդարությունն էր, տեսնելու, թե ինչպես է այդքան աշխատանք հնարավորություն վատնվում անիրավասության պատճառով։ Գուցե դա տարիներ շարունակ որպես անարժեք մեկի վերաբերվելուց կուտակված հոգնածությունն էր։ Կամ գուցե պարզապես այն համոզմունքն էր, որ նա ասելու կարևոր բան ունի, կյանքում առաջին անգամ քաջություն էր հավաքում դա ասելու համար։ Դու ինչ ես անում, Արմենի ձայնը սառը դանակի պես կտրեց լռությունը։ Ես քեզ խոսելու թույլտվություն չեմ տվել։ Անմիջապես վերադարձիր քո տեղը։ Պարոն Պետրոսյան, Հեղինեն խորը շունչ քաշեց, ձայնը ամուր պահելով չնայած իր զգացած վախին։ Այս ժողովում հաղորդակցության լուրջ խնդիր կա։ Թարգմանությունները սխալ են։ Շատ սխալ։ Ներդրողները չեն հասկանում, թե դուք իրականում ինչ եք ուզում ասել, դուք չեք հասկանում նրանց մտահոգությունները։ Այդ պատճառով նրանք պատրաստվում են հեռանալ։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Արմենը մի քանի անգամ թարթեց, վերամշակելով այն, ինչ նոր էր լսել։ Հետո դանդաղ նրա շփոթված արտահայտությունը վերածվեց զվարճանքի վրդովմունքի միջ ինչ-որ բանի։ Նա կարճ, չոր ծիծաղ արձակեց նայեց մյուս գործադիրներին, կարծես ներքին կատակով կիսվելով։ Դու ինձ ասում ես, որ այս թարգմանությունների մասին ավելին գիտես, քան պրոֆեսիոնալ թարգմանիչը։ Արմենը մատնացույց արեց ակնոցավոր տղամարդուն, որը նույնպես զվարճացած էր իրավիճակից։ Դու, մի հավաքարար, ենթադրում ես, որ հասկանում ես միջազգային բիզնեսից։ Ես չեմ ենթադրում, որ բիզնեսից եմ հասկանում, պարոն, Հեղինեն պահպանեց իր կեցվածքը, թե զգում էր, որ դեմքն այրվում է ամոթից նյարդայնությունից։ Ես ասում եմ, որ հասկանում եմ այստեղ խոսվող լեզուները, որ թարգմանությունները սխալ են։ Սա լուրջ թյուրիմացություններ է առաջացնում, որոնք ձեզ ստիպելու են կորցնել այս պայմանագիրը։ Մի այլ գործադիր, ավելի երիտասարդ մի տղամարդ, որին Հեղինեն ճանաչում էր որպես ֆինանսական փոխտնօրեն, բարձր ծիծաղեց։ Նա հազիվ թե գիտի իր անունը գրել, ուզում է մեզ օտար լեզուներ սովորեցնել։ Ինչպիսի անհեթեթություն։ Մյուս գործադիրները միասին ծիծաղեցին մի հավաքական ծիծաղ, որը սենյակում արձագանքեց որպես հանրային նվաստացում։ Հեղինեն զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Ոչ նրանց առջ։ Ոչ այն դեպքում, երբ դեռ ուներ մի շանս, որքան էլ փոքր, ապացուցելու իր արժեքը։ Նա նայեց օտարերկրյա ներդրողներին, որոնք տեսարանին հետում էին շփոթության անհարմարության խառնուրդով։ Ճապոնուհին հատկապես անհանգստացած էր թվում այնցից, թե ինչպես էին հայ գործադիրները վերաբերվում Հեղինեին։ Լսիր այստեղ, Արմենը ոտքի կանգնեց աթոռից, վճռական քայլերով մոտենալով Հեղինեին։ Նրա դեմքը կարմրել էր, չգիտեր, զայրույթի՞ց, թե։
Ամոթից, որ մի հավաքարար ընդհատում է իր կարիերայի ամենակարևոր ժողովը։ Ես չգիտեմ, թե ինչն է քեզ այսքան քաջություն տվել, բայց դու բոլորովին սահմաններն անցել ես։ Վերադարձիր քո անկյունը, լուռ մնա, շնորհակալ եղիր, որ ես քեզ հենց հիմա դուրս չեմ անում այս հանդգնության համար։ Ես խոսում եմ 15 լեզվով, բառերը դուրս թռան Հեղինեի բերանից, նախքան նա կկարողանար կանգնեցնել դրանք։ 15 լեզու, պարոն Պետրոսյան։ Ես հասկանում եմ այս սենյակում ասվող յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր լեզվով, ես տեսնում եմ, թե ինչպես է այս գործարքը ձախողվում, որովհետև ոչ ոք իրականում չի հաղորդակցվում։ Հաջորդած լռությունն այնքան խորն էր, որ Հեղինեն կարող էր լսել օթորակիչի գրեթե աննկատ բզզոցը։ Արմենը երկար վայրկյաններ նայում էր նրան, բերանը մի փոքր բաց, կարծես չէր կարողանում ընկալել այն, ինչ նոր էր լսել։ Հետո նա սկսեց ծիծաղել։ Բարձր, անկեղծորեն զվարճացած ծիծաղ, որը արագ վարակեց ներկա մյուս գործադիրներին։ 15 լեզու, կրկնեց Արմենը, շրջվելով դեպի իր գործընկերները։ Դուք լսեցիք դա։ Հավաքարարը խոսում է 15 լեզվով։ Եվ որտեղ է սովորել։ Հարվարդի համալսարանում, զուգարան մաքրելու ընդմիջումներին։ Ծիծաղը էլ ավելի բարձրացավ։ Տնօրեններից մեկը գործնականում կիսով չափ կրացել էր, փորը բռնած։ Թարգմանիչը գլուխն էր թափահարում կամարական ժպիտով, ակնհայտորեն համարելով, որ այս ամբողջ իրավիճակը չափազանց անհեթեթ է, որ է լուրջ անհանգստության արժանանալու համար։ Նույնիսկ սենյակում մնացած քարտուղարուհիներից մի քանիսը անհավատալի հայացքներ էին փոխանակում, կարծես Հեղինեն բոլորովին խելքը թռցրել էր։ Բայց Հեղինեն նրանց չէր նայում։ Նրա աչքերը հարված էին օտարերկրյա ներդրողներին, հենց այդ ժամանակ նա տեսավ մի բան, որը ստիպեց, որ ամբողջ վախը, ամբողջ նվաստացումը, ամբողջ ամոթը պարզապես անհետանան։ Ճապոնուհին նրան դիտում էր այլ արտահայտությամբ։ Դա ծաղրի կամ արամարանքի արտահայտություն չէր։ Դա անկեղծ հետաքրքրություն էր։ Եվ գուցե, միայն գուցե, հույսի մի շող։ Հենց նրան Հեղինեն առաջինը խոսեց, պորտուգալերենից անցնելով ճապոներենի այնպիսի բնական սահունությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Տիկին Յամամոտո, այն հարցը, որը դուք մի քանի րոպե առաջ տվեցիք պաշտպանության կետերի մասին, սխալ է թարգմանվել։ Պարոն թարգմանիչը հայ գործադիրներին ասաց, որ դուք կասկածի տակ եք դնում նրանց ազնվությունը, մինչդեռ իրականում դուք պարզապես պարզաբանումներ էիք խնդրում ներդրումների անվտանգության պայմանների վերաբերյալ։ Այդ պատճառով նրանք վիրավորվեցին, այդ պատճառով դուք շփոթվեցիք նրանց արձագանքից։ Ամբողջ սենյակը սառեց։ Տիկին Յամամոտոն լայն բացեց աչքերը, նրա ուղիղ կեցվածքը զարմանքից էլ ավելի կոշտացավ։ Նա պատասխանեց ճապոներենով, ձայնը լի հուզմունքով։ Դուք իսկապես հասկանում եք, թե ինչ եմ ես ասում։ Դուք խոսում եք իմ լեզվով։ Կատարելապես տիկին Հեղինեն զգում էր իր արագացած սրտխփոցը, բայց հիմա դա այլ ադրենալին էր, ոչ թե վախից, այլ էյֆորիային մոտ մի բանից։ Եվ ես հասկանում եմ, որ դուք ձեր ամուսինն այստեղ եք, որովհետև հավատում եք այս գործընկերության ներուժին, բայց անհանգստացած եք, թե արդյոք ընկերությունն ունի համապատասխան կառուցվածք միջազգային ներդրողների հետ աշխատելու համար։ Ես լսեցի, թե ինչպես եք իրար հետ խոսում ժողովը սկսվելուց առաջ։ Տիկին Յամամոտոյի ամուսինը, որը մինչ այդ լուռ էր մնացել, մի քայլ առաջ արեց նույնպես խոսեց ճապոներենով։ Ինչպես եք այդքան լավ սովորել մեր լեզուն։ Ձեր առոգանությունը գրեթե կատարյալ է։ Տարիներ շարունակ ինքնուրույն եմ սովորել, պարոն։ Միշտ հիացած եմ եղել լեզուներով, այն ծով, թե ինչպես են դրանք կապում տարբեր աշխարհների մարդկանց։ Հեղինեն այնուհետ շրջվեց դեպի չինացի ներդրողները, որոնք լայն բացված աչքերով հետում էին տեսարանին։ Նա առանց վարանելու անցավ մանդարինի։ Պարոնայք չեն, դուք քիչ առաջ նշեցիք, որ այս ընկերությունը պրոֆեսիոնալ չի թվում, որ գուցե պետք է վերանայեք։ Բայց խնդիրը ընկերությունը չէ, այլ հաղորդակցության արգելքը։ Արարատի գործադիրներն ունեն ամուր առաջարկներ, իրական երաշխիքներ, լավ կառուցված ընդլայնման ծրագրեր։ Այդ ամենից ոչինչ ճիշտ չի թարգմանվել ձեզ համար։ Ավելի տարիքով պարոն Չենը պատասխանեց մանդարինով, ձայնը զարմանքից մի փոքր դողալով։ Դուք խոսում եք մեր լեզվով։ Հայուհի, որն այդքան սահուն մանդարին է խոսում։ Սա արտասովոր է։ Եվ նա խոսում եմ կանտոներեն, եթե նախընտրում եք, Հեղինեն իրեն թույլ տվեց մի փոքր ժպիտ։ Հայ գործադիրները բոլորովին դադարել էին ծիծաղել։ Արմեն Պետրոսյանը գունատվել էր, բերանը բաց, բացարձակ շոկի մեջ։
Պրոֆեսիոնալ թարգմանիչը կարծես մի քանի սանտիմետրով փոքրացել էր, նրա վստահ արտահայտությունը փոխարինվել էր խուճապին մոտ մի բանով։ Քարտուղարուհիները իրար մեջ անհավատալիորեն շշնջում էին։ Կարծես սենյակի ողջ իրականությունը վայրկյանների ընթացքում գլխիվայր շրջվել էր։ Հեղինեն դարձավ դեպի գերմանացի ներդրողները, նորից լեզուն փոխելով այնպիսի հեշտությամբ, ինչպես մեկը հեռուստացույցի ալիքն է փոխում։ Պարոնայք Հոֆման Բեքեր, դուք ասացիք, որ սա ժամանակի կորուստ է, որ ընկերությունը չգիտի, թե ինչ է անում։ Բայց թույլ տվեք բացատրել, թե իրականում ինչ տեղի ունեցավ այստեղ։ Եվ նա հաջորդ մի քանի րոպեները անթերի գերմաներենով մանրամասնեց յուրաքանչյուր թյուրիմացություն, յուրաքանչյուր խեղաթյուրված թարգմանություն, յուրաքանչյուր կետ, որտեղ հաղորդակցությունը ձախողվել էր։ Գերմանացիները լսում էին բացարձակ լռության մեջ, երբ նա ավարտեց, պարոն Հոֆմանը պատասխանեց գերմաներենով. Օրիորդ, մեր լեզվին ձեր տիրապետումը տպավորիչ է։ Որտեղ եք սովորել։ Ինքնուրույն, պարոն։ Գրքեր, ֆիլմեր, թերթեր։ Այն ամենը, ինչ կարողացել եմ գտնել։ Վերջապես, հեղինեն դիմեց ֆրանսիացի ներկայացուցչին, 60 անց էլեգանտ մի տղամարդու, որը մետաքսե շարֆ էր կրում պարանոցին ամեն ինչին հետում էր աճող հիացմունքի արտահայտությամբ։ Նա խոսեց ֆրանսերենով, նրա արտասանությունը գրում էր լեզվին բնորոշ այն երաժշտականությունը։ Մոնսյոր Դյուբուա, դուք լուր եք եղել ողջ ժողովի ընթացքում, բայց ես նկատեցի ձեր աճող հիասթափությունը։ Դուք մի քանի հարց տվեցիք ժամանակացույցերի զարգացման փուլերի մասին, որոնք թարգմանվեցին անորոշ անճիշտ ձով։ Այդ պատճառով դուք տպավորություն ստացաք, որ ընկերությունը հստակ ծրագիր չունի։ Մադմուազել, պատասխանեց մոնսյոր Դյուբուան ֆրանսերենով, նրա ձայնը մեղմ էր, բայց լի հիացմունքով։ Իմ 62 տարվա կյանքում, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով, ես հազվադեպ եմ հանդիպել այդքան ուշագրավ լեզվական տաղանդ ունեցող մեկին։ Եվ հատկապես մեկին, ով ներեցեք ասելու համար, աշխատում է այդքան համեստ պաշտոնում։ Ինչպես է դա հնարավոր։ Որովհետև տաղանդը մասնագիտություն չի ընտրում, պարոն։ Այն պարզապես գոյություն ունի, սպասելով, որ իրեն ճանաչեն։ Հեղինեի խոսքերը արձագանքեցին սենյակում, առաջին անգամ նրա խոսել սկսելուց ի վեր, մի խորհրդածական լռություն տիրեց միջավայրում։ Օտարերկրյա ներդրողները իրար հետ նշանակալից հայացքներ փոխանակեցին, հաղորդակցվելով այն լուռ լեզվով, որը բառերից վեր է։ Հայ գործադիրները մնում էին շոկի մեջ, անկարող լիովին ընկալելու այն, ինչ նոր էր տեղի ունեցել։ Առաջինը լռությունը խախտեց տիկին Յամամոտոն։ Նա դիմեց Արմենին անգլերենով, քանի որ նա ցույց էր տվել, որ գոնե այդ լեզվի հիմունքները հասկանում է։ Պարոն Պետրոսյան, ասաց նա քաղաքավարի, բայց անբեկանելի վճռականությամբ, մենք ներդրողներս հիմա իրար հետ խոսեցինք։ Մենք ուզում ենք շարունակել այս ժողովը, բայց միայն այն դեպքում, եթե այս կինը լինի մեր թարգմանիչը։ Նա ակնհայտորեն հասկանում է ոչ միայն մեր լեզուները, այլ մեր մտահոգությունների նրբությունները։ Մենք այլ կերպ չենք շարունակի։ Մյուս ներդրողները համաձայնության նշանով գլխով արեցին, յուրաքանչյուրն իր լեզվով արտահայտելով իր աջակցությունը տիկին Յամամոտոյի դիրքորոշմանը։ Պարոն Չենը խոսեց մանդարինով, պարոն Հոֆմանը գերմաներենով, մոնսյոր Դյուբուան ֆրանսերենով, բայց ուղերձը համընդհանուր հստակ էր։ Կամ հեղինեն է վարում հաղորդակցությունը, կամ նրանք հեռանում են։ Արմեն Պետրոսյանը նման էր մի մարդու, որին հենց նոր կայծակն էր հարվածել։ Նրա դեմքը փոփոխվում էր զայրույթից կարմիրի շոկից սպիտակի միջ։ Նա նայեց հեղինեին, հետո ներդրողներին, հետո նորից հեղինեին։ Կարելի էր տեսնել, թե ինչպես է կոնֆլիկտը տեղի ունենում նրա աչքերի հետում։ Նրա ամբարտավանությունը, ստորադաս աշխատակցի հանդգնությունից վիրավորված հպարտությունը բախվում էին այն դաժան իրականության հետ, որ նա պատրաստվում էր կորցնել իր կարիերայի ամենամեծ գործարքը, միակ մարդը, ով կարող էր փրկել նրան, հենց այն մեկն էր, ում նա րոպեներ առաջ նվաստացրել էր։ Պարոն Պետրոսյան, հեղինեն ցածրաձայն խոսեց, հայերենով, միայն նրա համար։ Ես կարող եմ օգնել։ Ես կարող եմ անել, որ այս ժողովը հաջողությամբ պսակվի։ Բայց ինձ պետք է, որ դուք վստահեք ինձ։ Արմենը սեղմեց բռունցքները, ծնոտը լարված։ Լռությունը ձգվեց վայրկյաններ, որոնք թվում էին ժամեր։ Վերջապես, նա գրեթե աննկատ գլխով արեց ժեստով ցույց տվեց, որ հեղինեն զբաղեցնի կենտրոնական տեղը խորհրդակցությունների սեղանի մոտ։ Հաջորդ րոպեները բացահայտում էին սենյակում գտնվող բոլորի համար։ Հեղինեն, դեռ հագած իր հավաքարարի համազգեստը, դեռ իր մաշված կոշիկներով պարզ կոկոնով հավաքած մազերով, փոխակերպվեց։ Ոչ թե ֆիզիկապես, այլ շատ ավելի խորը ձով։
Կարծես նա մեծացել էր բոլորի աչքի առաջ, կարծես այն անտեսանելիությունը, որը նրան այդքան երկար ծածկել էր, վերջապես ցրվել էր, բացահայտելով մի արտասովոր մեկին, որը միշտ այնտեղ էր եղել, պարզապես սպասելով, որ իրեն տեսնեն։ Նա սկսեց սկզբից, վերանայելով յուրաքանչյուր կետ, որը քննարկվել էր նախկինում, բայց այժմ թարգմանելով բացարձակ ճշգրտությամբ։ Երբ Արմենը խոսում էր ֆինանսական երաշխիքների մասին, Հեղինեն փոխանցում էր հենց այն վստահության տոնը, որը նա նկատի ուներ, առանց չափազանցությունների, բայց նա առանց նվազեցումների։ Երբ ներդրողները հարցեր էին տալիս, նա թարգմանում էր ոչ միայն բառերը, այլ դրանց հետում գտնվող մշակութային համատեքստը, օգնելով երկու կողմերին իսկապես հասկանալ միմյանց։ Այն, ինչ տպավորում էր, ոչ միայն նրա սահունությունն էր լեզուներում։ Դա նրա խորը հասկացողությունն էր այդ սենյակում ներկայացված յուրաքանչյուր մշակույթի։ Երբ ճապոնացիները անուղղակի հարց էին տալիս, հետելով իրենց նուրբ հաղորդակցության ավանդույթին, Հեղինեն գիտեր, թե ինչպես այն վերածել ուղիղ հարցի հայերի համար, հակառակը։ Երբ գերմանացիները չափազանց անկեղծ էին, նա մի փոքր մեղմացնում էր ուղերձը, չվիրավորելու լատինական զգայունությունը, պահպանելով էությունը, բայց կարգավորելով տոնը։ Թվերը սկսեցին իմաստ ստանալ։ Մտահոգությունները քննարկվեցին։ Առաջարկները հստակություն ստացան։ Դանդաղ սենյակում լարվածությունը սկսեց ցրվել, փոխարինվելով շատ ավելի արդյունավետ բանով, փոխադարձ հասկացողությամբ։ Ներդրողները նորից նստեցին, նրանց փակ դեմքերը աստիճանաբար բացվեցին նորացված հետաքրքրության արտահայտություններով։ Արմենը մյուս գործադիրները դեռ շոկի մեջ սկսեցին որոշ ինքնատիրապետում վերականգնել, ներկայացնելով տվյալներ կանխատեսումներ նորացված վստահությամբ, քանի որ այժմ գիտեին, որ իրենց խոսքերն իսկապես հասկացվում են։ 2 ժամ անցավ։ Հեղինեն ոչ մի անգամ չկանգնեց։ Նրա ձայնը մնաց ամուր, հստակ, մի լեզվից մյուսին անցնելով հիպնոսացնող սահունությամբ։ Յուրաքանչյուր կասկած պարզաբանվեց, յուրաքանչյուր թյուրիմացություն վերացվեց, յուրաքանչյուր շփման կետ մեղմացվեց։ Նա այլս սենյակի անկյունում գտնվող անտեսանելի հավաքարարը չէր։ Նա կամուրջ էր, որը կապում էր տարբեր աշխարհներ, թարգմանիչ, որը ոչ միայն բառեր էր փոխակերպում, այլ կառուցում էր հասկացողության կամուրջներ մշակույթների միջ։ Պրոֆեսիոնալ թարգմանիչը վաղուց լքել էր սենյակը, լուռ, նրա ներկայությունն ակնհայտորեն այլս ոչ անհրաժեշտ էր, ոչ էլ ցանկալի։ Քարտուղարուհիները մնացին, բայց ոչ թե որովհետև աշխատում էին, այլ որովհետև չէին կարողանում աչքերը կտրել այն արտասովոր փոխակերպումից, որին ականատես էին լինում։ Արարատի գործադիրները, ներառյալ Արմենը, դադարել էին կասկածել, պարզապես թողնում էին, որ Հեղինեն իր գործն անի, հասկանալով, որ նա անսահման ավելի իրավասու է, քան նրանցից որևէ մեկը կարող էր լինել այդ կոնկրետ իրավիճակում։ Երբ ժամացույցը ցույց էր տալիս գրեթե կեսօր, տիկին Յամամոտոն նշան արեց, որ բոլորը մի պահ դադար տան։ Նա արագ խոսեց մյուս ներդրողների հետ իրենց լեզուներով, մի շարք զուգահեռ խոսակցություններ, որոնց Հեղինեն կատարելապես հետում էր, բայց որոշեց չթարգմանել, հարգելով այդ քննարկման գաղտնիությունը։ Վերջապես, տիկին Յամամոտոն շրջվեց դեպի Արմենը, խոսեց անգլերենով, բայց հենց Հեղինեն էր, որ կատարելությամբ թարգմանեց հայերեն։ Պարոն Պետրոսյան, մենք, ներդրողներս, որոշում ենք կայացրել։ Մենք տպավորված ենք Արարատ իմպորտ-էքսպորտի առաջարկներով։ Թվերը ամուր են, ընդլայնման ծրագիրը հավակնոտ է, բայց իրատեսական մենք մեծ ներուժ ենք տեսնում այս գործընկերության մեջ։ Սակայն մեր պայմանը հստակ է, մենք ուզում ենք, որ օրիորդը, նա մատնացույց արեց Հեղինեին, ինչպես է ձեր անունը։ Հեղինե։ Հեղինե Հակոբյան, պարոն։ Մենք ուզում ենք, որ օրիորդ Հեղինե Հակոբյանը լինի մեր պաշտոնական միջնորդն այս գործընկերության մեջ։ Մեր բոլոր ապագա հանդիպումները, բոլոր բանակցությունները, մեր ընկերության միջ ողջ հաղորդակցությունը պետք է անցնի նրա միջոցով։ Եթե համաձայն եք դրան, մենք պատրաստ ենք պայմանագրերն այսօր իսկ ստորագրել։ Եթե ոչ, մենք այլ հնարավորություններ կփնտրենք այլ տեղ։ Հեղինեն թարգմանեց խոսքերը մի ձայնով, որը փորձում էր չեզոք պահել, բայց ներսում սիրտը ուժգին բաբախում էր։ Նա նայեց Արմենին, սպասելով նրա պատասխանին, տեսավ մի հույզերի փոթորիկ տղամարդու դեմքին։ Զայրույթ, նվաստացում, անհավատություն, բայց ամենից վեր, հուսահատություն։ Նա գիտեր, որ այդ գործարքը ներկայացնում է ընկերության ապագան։ Գիտեր, որ այդ պայմանագիրը կորցնելը կնշանակեր ոչ միայն ֆինանսական հետընթաց, այլ հավանաբար իր սեփական կարիերայի ավարտը։ Նա անելանելի վիճակում էր, ստիպված ընտրելու իր հպարտության, իր մասնագիտական գոյատման միջ։ Ես, սկսեց նա, ձայնը մի փոքր խռպոտ, ես մի պահի կարիք ունեմ, սա ներքին կարգով քննարկելու իմ թիմի հետ։
Ներդրողները համաձայնեցին ոտքի կանգնելով դադար վերցնելու համար։ Հեղինեն նույնպես ոտքի կանգնեց, ոտքերը մի փոքր դողում էին, քանի որ ադրենալինը սկսում էր նվազել, տեղի ունեցածի իրականությունը սկսում էր հասնել նրան։ Նա հեռացավ սեղանից, բնազդաբար վերադառնալով իր անկյունը, իր սովորական տեղը, բայց հասկացավ, որ այլս այնտեղ հարմարավետ չի զգում։ Այդ առավոտ նրա ներսում ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Արարատի գործադիրները հավաքվեցին հարակից սենյակում, նրանց ձայները խուլ էին, բայց ակնհայտորեն հուզված։ Հեղինեն մնաց միջանցքում, մենակ, փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նա իրեն ամբողջովին բացահայտել էր, ռիսկի էր ենթարկել իր աշխատանքը, մարտահրավեր էր նետել իրենից շատ ավելի բարձր դիրքերում գտնվող մարդկանց։ Եվ մի սարսափելի պահ նա մտածեց, թե արդյոք սարսափելի սխալ է գործել։ Ինչ կլիներ հիմա։ Նրանք իսկապես իրեն պատասխանատու պաշտոն կտային։ Թե պարզապես կշնորհակալեին իր ծառայությունների համար, կօգտագործեին իր օգնությունը գործարքը կնքելու համար, հետո կուղարկեին նրան հետ, մաքրության սայլակը հրելու, գուցե նույնիսկ կհեռացնեին, ապագա անհարմար ընդհատումներից խուսափելու համար։ Սենյակի դուռը բացվեց, դուրս եկավ Արմենը, հետում մյուս գործադիրները։ Նրա դեմքը լուրջ էր, անթափանց։ Նա մոտեցավ Հեղինեին, մի պահ նա համոզված էր, որ իրեն պատրաստվում են հեռացնել աշխատանքից։ Արմենը կանգնեց Հեղինեի դիմաց, այնքան մոտ, որ նա կարող էր տեսնել լարվածության կնճիռները նրա աչքերի շուրջ։ Երկար վայրկյաններ նա պարզապես նայում էր նրան, Հեղինեն զգաց, որ ստամոքսը տակնուվրա է լինում անհանգստությունից։ Վերջապես նա խոսեց, ձայնը ցածր, գրեթե շշուկ, որը կրում էր հարկադրված հանձնման ծանրությունը։ Մենք պետք է խոսենք։ Իմ գրասենյակում։ Հիմա։ Հեղինեն նրա հետից գնաց Արարատի ապակեպատ միջանցքներով, անցնելով աշխատակիցների կողքով, որոնք նրան դիտում էին հետաքրքրության զարմանքի արտահայտություններով։ Լուրերը արագ են տարածվում կորպորատիվ միջավայրերում, արդեն շշուկներ կային հավաքարարի մասին, որն ընդհատել էր վճռորոշ ժողովը, ինչ-որ անհնարին կերպով, բազմաթիվ լեզուներով խոսել օտարերկրյա ներդրողների հետ։ Մարդիկ բառացիորեն դադարեցնում էին իրենց գործը, որպեսզի տեսնեն նրա անցնելը, կարծես նա մի էկզոտիկ արարած լիներ, որը հայտնվել էր ոչ մի տեղից։ Արմենի գրասենյակը նույն հարկում էր, ընդարձակ սենյակ, Երևան քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Թանկարժեք դիզայներական կահույք, պատերը զարդարված շրջանակված դիպլոմներով, վկայականներով, դարակներ, լի բիզնեսի առաջնորդության մասին գրքերով, որոնք հավանաբար երբեք չէին կարդացվել։ Հեղինեն վարանելով ներս մտավ, իրեն բոլորովին տեղին չզգալով կորպորատիվ շքեղության այդ միջավայրում։ Նստեք, Արմենը ցույց տվեց իր սեղանի դիմացի կաշվե բազկաթոռներից մեկը։ Հեղինեն նստեց աթոռի եզրին, ձեռքերը խաչած ծնկներին, հավաքարարի համազգեստը կարծես էլ ավելի մաշված էր թվում հսկայական պատուհաններից ներս թափանցող անողոք լույսի տակ։ Արմենը շրջանցեց իր սեղանը նույնպես նստեց, բայց ոչ այն նախագահական աթոռին, որը սովորաբար զբաղեցնում էր։ Նա ընտրեց Հեղինեի կողքի բազկաթոռներից մեկը, մի ժեստ, որը որքան էլ փոքր, ցույց էր տալիս նրանց միջ իշխանության դինամիկայի փոփոխություն։ Նախ սկսեց Արմենը, Հեղինեն նկատեց, որ նա շատ զգույշ է ընտրում իր բառերը, ինչպես ականապատ դաշտում քայլող մեկը։ Ես ուզում եմ, նա կանգ առավ, խորը շունչ քաշեց, նորից սկսեց։ Ես ձեզ ներողություն եմ պարտական։ Անկեղծ ներողություն։ Այն ձև, որով ես ձեզ վերաբերվեցի այսօր, այն ձև, որով ես ձեզ վերաբերվել եմ, երբ դուք սկսեցիք աշխատել այստեղ, բոլորովին անպատշաճ անարդար էր։ Դուք ակնհայտորեն բացառիկ տաղանդի տեր մարդ եք, ես ձեզ դատեցի միայն ձեր պաշտոնով, նույնիսկ չփորձելով ձեզ ճանաչել որպես մարդ։ Դա իմ կողմից նախապաշարմունք էր, ես շատ եմ ցավում։ Հեղինեն թարթեց, զարմացած։ Դա վերջին բանն էր, որ սպասում էր լսել։ Նա պատրաստվել էր շնորհակալությամբ քողարկված աշխատանքից ազատման, կամ գուցե փողի առաջարկի, ժողովի ձախողման մասին լռություն պահպանելու համար։ Բայց անկեղծ ներողություն։ Դա անսպասելի էր։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, նրա ձայնը թույլ դուրս եկավ, դեռ լի անորոշությամբ։ Արմեն, ուղղեց նա։ Այսօր տեղի ունեցածից հետո, կարծում եմ, կարող ենք հրաժարվել ավելորդ պաշտոնականություններից։ Հիմա, եկեք գործնական լինենք։ Ներդրողները հստակ էին։ Նրանք գործարքը շարունակում են միայն այն դեպքում, եթե դուք լինեք նրանց ընկերության միջ հաղորդակցության կամուրջը։ Եվ այս գործարքը Հեղինե հաջորդ 3 տարիների ընթացքում ավելի քան 20 միլիոն դրամի արժեք ունի։ Նա կանգ առավ, թույլ տալով, որ այդ թվի ծանրությունը լցնի լռությունը։
Եթե մենք սա կորցնենք, ոչ միայն իմ աշխատանքն է ռիսկի տակ։ Տասնյակ աշխատակիցներ կան, որոնք կախված են այս ընկերությունից, ամբողջական ընտանիքներ։ Այնպես որ, ես պետք է իմանամ։ Դուք պատրաստ եք մեզ օգնել։ Հեղինեն հույզերի փոթորիկ զգաց։ Նրա մի մասը ուզում էր ասել ոչ, ուզում էր պատժել նրան իր կրած նվաստացման համար, ստիպել, որ նա զգա մերժման համը, ինչպես ինքն էր զգացել այդքան շատ անգամ։ Բայց մյուս մասը, ավելի իմաստուն մասը, որը մայրը տարիների ընթացքում զարգացրել էր նրա մեջ, գիտեր, որ սա այն հնարավորությունն էր, որին նա սպասել էր ամբողջ կյանքում։ Սա ոչ միայն վրեժի կամ վիրավորված հպարտության մասին էր։ Սա վերջապես իր տաղանդները նշանակալից ձով օգտագործելու ոչ միայն իր սեփական, այլ պոտենցիալ շատ այլ մարդկանց կյանքում փոփոխություն մտցնելու հնարավորության մասին էր։ Ես պատրաստ եմ, ասաց նա վերջապես։ Բայց որոշ պայմաններով։ Արմենը գլխով արեց, կարծես հենց դրան էր սպասում։ Ասեք։ Առաջին պայման։ Ես մաքրությանը չեմ վերադառնում։ Դուք ինձ ընկերությունում պաշտոնական պաշտոն եք տալիս, համապատասխան աշխատավարձով համարժեք հարգանքով։ Պետք չէ շքեղ բան լինել, բայց պետք է լինի իրական պաշտոն, հստակ պարտականություններով, պաշտոնական ճանաչմամբ։ Արդար է, Արմենը նշումներ էր անում թղթի վրա։ Շարունակեք։ Երկրորդ պայման։ Ինքնավարություն։ Եթե ես պետք է լինեմ կամուրջը ձեր միջազգային ներդրողների միջ, ես պետք է ազատություն ունենամ իմ գործն անելու առանց մշտական միջամտության։ Դուք կամ վստահում եք ինձ, կամ ոչ։ Միկրոկառավարում չի կարող լինել։ Նույնպես արդար է։ Երրորդ պայման, Հեղինեն վարանեց շարունակելուց առաջ, իմանալով, որ սա ամենադժվարը կլինի։ Հանրային ներողություն։ Ոչ միայն ինձնից, այլ ընկերության բոլոր աշխատակիցներից, որոնք աշխատում են ստորադաս համարվող պաշտոններում։ Հավաքարարներ, դռնապաններ, ընդունարանի աշխատակիցներ, տեխնիկական անձնակազմ։ Դուք հավաքվում եք բոլորի հետ հրապարակայնորեն ճանաչում, որ այս ընկերությունում բոլորն արժեք ունեն, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում։ Եվ ստեղծում եք ծրագիր այդ աշխատակիցների մեջ թաքնված տաղանդները բացահայտելու համար, տալով աճի իրական հնարավորություններ։ Արմենը դադարեց գրել, նայեց Հեղինեին մի արտահայտությամբ, որը խառնում էր զարմանքը մի բան, որը կարելի էր մեկնաբանել որպես հարգանք։ Դուք միայն ձեր մասին չեք մտածում։ Երբեք չեմ մտածել, Հեղինեն վճռականորեն պատասխանեց։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում անտեսանելի լինել։ Գիտեմ, թե ինչ է նշանակում տաղանդ ունենալ, այն ցույց տալու հնարավորություն չունենալ։ Եթե ես այս հնարավորությունն օգտագործեմ միայն իմ սեփական շահի համար, առանց փորձելու փոխել այն համակարգը, որը ստեղծում է այս անարդարությունները, ապա դա արժանի չէր լինի։ Որովհետև վաղը մեկ այլ Հեղինե կլինի, որը մաքրության սայլակ կհրի, նրա արտասովոր տաղանդները կվատնվեն, ու ոչ ոք նույնիսկ չի նկատի։ Հաջորդած լռությունը տարբերվում էր նախորդներից։ Արմենը դիտում էր Հեղինեին, կարծես առաջին անգամ էր նրան տեսնում, իսկապես տեսնում, ոչ թե որպես աշխատակցի կամ լուծվելիք խնդրի, այլ որպես ամուր սկզբունքներով արդարության հստակ տեսլականով մարդու։ Նա դանդաղ գլխով արեց։ Լավ։ Բոլոր 3 պայմաններն ընդունված են։ Ես կխոսեմ ընկերության նախագահի մարդկային ռեսուրսների բաժնի հետ։ Բայց ինձ պետք է, որ դուք հիմա ինձ հետ վերադառնաք ժողովին հաստատեք ներդրողներին, որ դուք համաձայն եք։ Ձեր նոր պաշտոնի կոնկրետ պայմանները կարող ենք ավելի ուշ վերջնականացնել, բայց նրանք պետք է իմանան, որ մենք առաջ ենք շարժվում։ Հեղինեն համաձայնեց, ոտքի կանգնելով բազկաթոռից։ Բայց գրասենյակից դուրս գալուց առաջ Արմենը նրան կանգնեցրեց մի հարցով, որն ակնհայտորեն նրան որոշ ժամանակ անհանգստացնում էր։ Հեղինե, ինչպես եք այս ամենը սովորել։ 15 լեզուն մի բան չէ, որ պատահականորեն սովորում են։ Դա պահանջում է նվիրում, ինտենսիվ ուսումնասիրություն, տարիների պրակտիկա։ Ինչպես է մեկը, ով օրական 10-12 ժամ գրասենյակներ է մաքրում, ժամանակ ռեսուրսներ ունեցել այս մակարդակի հմտություն զարգացնելու համար։ Եվ հենց այդ ժամանակ Հեղինեն պատմեց իր պատմությունը։ Ոչ ամբողջը, ոչ ամենացավոտ մանրամասները, բայց բավականաչափ, որպեսզի Արմենը հասկանա։ Խոսեց Դիլիջանի հյուրատան զբոսաշրջիկների մասին, որոնք անգիտակցաբար դարձել էին նրա առաջին ուսուցիչները, իր հոր մասին, որը խրախուսում էր նրա հետաքրքրասիրությունը միջազգային զբոսաշրջության ոլորտում աշխատելու երազանքների մասին։ Խոսեց հանկարծակի կորստի մասին, որը փոխեց ամեն ինչ, հիվանդ մոր մասին, այն մասին, թե ինչպես ստիպված էր ընտրել իր երազանքների ընտանիքի միջ։
Եվ խոսեց գիշերները մենակ սովորելու, երբ բոլորը քնած էին, իր փոքրիկ սենյակը ժամանակավոր դասասենյակի վերածելու մասին։ Երբ նա ավարտեց, Արմենի աչքերում արցունքներ կային։ Նա արագ սրբեց դրանք, բայց ոչ այնքան արագ, որ Հեղինեն չնկատեր։ Ես 2 երեխա ունեմ, ցածրաձայն ասաց նա։ Նրանք աշխարհի բոլոր հնարավորություններն ունեն։ Թանկարժեք մասնավոր դպրոցներ, լեզվի դասընթացներ բնիկ ուսուցիչների հետ, արտասահմանյան ուղղորություններ։ Եվ այնուամենայնիվ հազիվ են կարողանում հաղորդակցվել հիմնական անգլերենով։ Դուք մենակ, առանց ռեսուրսների, արել եք այն, ինչ միլիոնավոր դրամների արտոնյալ կրթությունը չկարողացավ անել նրանց հետ։ Սա… Նա փնտրեց ճիշտ բառը։ Սա արտասովոր է։ Եվ ես լիակատար հիմար էի, որ դա ավելի շուտ չտեսա։ Դուք հիմար չէիք, պարոն Արմեն, Հեղինեն մեղմորեն ասաց։ Դուք պարզապես արեցիք այն, ինչ անում են մարդկանց մեծամասնությունը։ Դատեցիք արտաքին տեսքով, պաշտոնով, սոցիալական կարգավիճակով։ Բայց տաղանդը կանխատեսելի վայրերում չի բնակվում։ Երբեմն այն թաքնված է ամենաանհավանական վայրերում, պարզապես սպասելով տեսանելի դառնալու հնարավորությանը։ Նրանք միասին վերադարձան խորհրդակցությունների սենյակ, որտեղ օտարերկրյա ներդրողները սպասում էին տեսանելիորեն սպառված համբերությամբ։ Բայց երբ Արմենը հայտարարեց Հեղինեի թարգմանությամբ, որ բոլոր պայմաններն ընդունվել են, որ Հեղինեն պաշտոնապես կլինի ընկերության միջազգային հաղորդակցության համակարգողը, մթնոլորտը բոլորովին փոխվեց։ Անկեղծ ժպիտներ հայտնվեցին ներդրողների դեմքերին, ձեռքսեղմումներ փոխանակվեցին, ժողովը վերսկսվեց բոլորովին այլ էներգիայով, քան այն, որ կար այդ խառնաշփոթ առավոտվա սկզբում։ Հաջորդ ժամերի ընթացքում պայմանագրերը վերանայվեցին, պայմանները բանակցվեցին, համաձայնություններ ձեռք բերվեցին։ Հեղինեն շարունակում էր ամեն ինչ կատարելությամբ թարգմանել, բայց հիմա կար մի հիմնարար տարբերություն։ Նա այլևս հանդուրժվող ներխուժող չէր, այլ բոլորի կողմից ճանաչված էական մասնակից։ Արարատի գործադիրները խորհրդակցում էին նրա կարծիքի հետ ոչ միայն թարգմանությունների, այլ մշակութային նրբությունների, առաջարկները ներկայացնելու լավագույն ձի, նուրբ հարցերին մշակութային առումով պատշաճ կերպով մոտենալու մասին։ Երբ ժամացույցը ցույց էր տալիս գրեթե երեկոյան 7-ը, վերջին փաստաթղթերը ստորագրվեցին։ 23 միլիոն դրամի երաշխավորված ներդրումներ, գործընկերություններ հաստատված 6 տարբեր երկրներում, ընդլայնման ժամանակացույց, որը բոլորովին կփոխեր Արարատ իմպորտ-էքսպորտ-ը հաջորդ տարիներին։ Դա, առանց չափազանցության, ընկերության 30 տարվա պատմության մեջ ամենաշահութաբեր նշանակալից գործարքն էր։ Ներդրողները հրաժեշտ տվեցին անկեղծ ջերմությամբ, յուրաքանչյուրը պնդելով անձամբ շնորհակալություն հայտնել Հեղինեին իր լեզվով։ Տիկին Յամամոտոն բռնեց նրա ձեռքերը ճապոներենով ասաց, որ նա ոգեշնչման աղբյուր է, որ ապացուցում է, որ մարդու իրական արժեքը ոչ մի կապ չունի նրա սոցիալական դիրքի հետ։ Պարոն Չենը տվեց նրան իր անձնական այցեքարտը մանդարինով ասաց, որ եթե նա երբեք ցանկանա այցելել Չինաստան, նրան սպասող ընտանիք կունենա։ Մոնսյոր Դյուբուան ֆրանսիական քաղաքավարությամբ համբուրեց նրա ձեռքը հայտարարեց, որ նա կենդանի ապացույց է, որ Հայաստանն ունի բոլոր անկյուններում թաքնված արտասովոր տաղանդներ։ Երբ վերջապես մնացին մենակ, միայն Արարատի գործադիրներն ու Հեղինեն, մի խորհրդածական լռություն տիրեց սենյակում։ Բոլորը հոգնած էին, բայց դա լավ հոգնածություն էր, այն տեսակը, որը գալիս է արդյունավետ փոխակերպող օրվանից։ Առաջինը խոսեց Արմենը։ Հեղինե, վաղը դու համազգեստով չես գալիս։ Գալիս ես քո լավագույն հագուստով, որովհետև մենք քեզ պաշտոնապես կներկայացնենք որպես միջազգային հաղորդակցության համակարգող։ Մենք ժողով կանցկացնենք ընկերության բոլոր աշխատակիցների հետ, բոլորի կպատմենք, թե ինչ տեղի ունեցավ այստեղ այսօր։ Եվ նա, ինչպես դու խնդրեցիր, կսկսենք ծրագիր բացահայտելու այլ տաղանդներ, որոնք կարող են թաքնված լինել մեր թիմում։ Դու ինձ կօգնես կառուցել այդ ծրագիրը։ Հեղինեն գլխով արեց, դեռ վերամշակելով տեղի ունեցածի ողջ մասշտաբը։ Կարծես նա այդ առավոտ արթնացել էր մի կյանքում, իսկ հիմա 12 ժամ անց ապրում էր բոլորովին այլ կյանքով։ Վախն ու անորոշությունը դեռ այնտեղ էին, որովհետև փոփոխությունները միշտ վախ են բերում, բայց կար նա մի բաբախող հուզմունք, հնարավորությունների զգացում, որոնք բացվում էին երկար երաշտից հետո ծաղիկների պես։ Նա Արարատ իմպորտ-էքսպորտ-ից դուրս եկավ գրեթե գիշերվա 9-ին։ Շենքում դեռ մի քանի լույսեր վառվում էին, գիշերային հերթափոխի աշխատակիցներն իրենց գործերով էին զբաղված։ Ոմանք նրան ճանաչեցին, ողջունեցին, Հեղինեն նկատեց, որ նուրբ, բայց անհերքելի տարբերություն կա այնձի մեջ, թե ինչպես էին մարդիկ այժմ նայում իրեն։ Նա այլևս անտեսանելի չէր։
Տուն տանող ավտոբուսը այդ ժամին գրեթե դատարկ էր։ Հեղինեն նստեց պատուհանի մոտ, դիտում էր դրսում անցնող քաղաքը, երանի լույսերը թարթում էին երկրային աստղերի պես։ Մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, այն մասին, թե ինչպես էր քաջության միակ պահը բոլորովին փոխել իր կյանքի ընթացքը։ Մտածում էր մենակ ուսումնասիրության տարիների, անքուն գիշերների, իր արած զոհողությունների մասին։ Եվ հասկացավ, որ այդ ամենից ոչինչ իզուր չէր եղել։ Յուրաքանչյուր անգիր արված բառ, յուրաքանչյուր վարժված առոգանություն, յուրաքանչյուր կարդացած գիրք եղել էր աղյուս ավելի մեծ բանի կառուցման մեջ, մի բան, որը նա այն ժամանակ չէր կարող տեսնել, բայց որն այժմ բացահայտվում էր տպավորիչ հստակությամբ։ Երբ տուն հասավ, մայրը դեռ արթուն էր, նստած հյուրասենյակում, հին հեռուստացույցով սերիալ դիտելով։ Սաթենիկը աչքերը բարձրացրեց, երբ Հեղինեն ներս մտավ, անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այլ է։ Ինչ-որ բան է պատահել, աղջիկս։ Եվ Հեղինեն պատմեց։ Պատմեց ամեն ինչ այն պահից, երբ մտավ խորհրդակցությունների սենյակ, մինչ պայմանագրերի ստորագրումը, անցնելով նվաստացման, բացահայտման, փոխակերպման միջով։ Խոսում էր արագ, բառերը դուրս էին գալիս հուզական հեղեղի պես, որը նա չէր կարողանում զսպել, երբ ավարտեց, լաց էր լինում։ Դրանք տխրության արդյունքներ չէին, այլ թեթացման, իրականացման, այնքան ուժեղ երջանկության, որ նրա մարմինը չգիտեր, թե ինչպես այլ կերպ մշակել այն։ Սաթենիկը նույնպես լաց էր լինում, բռնելով դստեր ձեռքերը մի ուժով, որը հակասում էր նրա ֆիզիկական փխրունությանը։ Ես միշտ իմացել եմ, շշնջում էր նա հեկեկոցների միջով։ Միշտ իմացել եմ, որ մի օր աշխարհը քո մեջ կտեսնի այն, ինչ ես միշտ տեսել եմ։ Իմ յուրահատուկ աղջիկը։ Իմ արտասովոր Հեղինեն։ Նրանք մինչ ուշ արթուն մնացին, խոսելով, ծիծաղելով, լաց լինելով, պլանավորելով։ Սաթենիկը պնդեց, որ Հեղինեն պետք է նոր հագուստ գնի իր նոր պաշտոնի համար, երբ Հեղինեն բողոքեց արժեքի դեմ, մայրը վճռական էր։ Դու տարիներ շարունակ զոհաբերել ես քեզ ինձ համար, հիմա ժամանակն է ներդրում անել քո մեջ։ Եվ հանկարծ Հեղինեն հասկացավ մի հիմնարար բան, իր հաջողությունը միայն իրենը չէր։ Այն բոլոր այն մարդկանցն էր, որոնք հավատացել էին իրեն, երբ ինքն էր կասկածում, որոնք քաջալերել էին իրեն, երբ աշխարհը նրան ներք էր հրում, որոնք տեսել էին ներուժ, որտեղ ուրիշները տեսնում էին միայն հիմար երազանքներով հավաքարար։ Հաջորդ օրերը խառնաշփոթ էին։ Հեղինեն ոչ միայն մասնագիտական, այլ անձնական փոխակերպում ապրեց։ Գնեց գործադիր գրասենյակի համար հարմար հագուստ, կտրեց մազերը, թույլ տվեց իրեն ներդրում անել փոքր շքեղությունների մեջ, որոնք միշտ չափազանց անմիտ էին թվացել արդարացնելու համար։ Բայց արտաքին տեսքից ավելի կարևոր էր ներքին փոփոխությունը։ Նա այլ կերպ էր քայլում, այլ կերպ էր խոսում, զբաղեցնում էր տարածք մի ձով, որը երբեք իրեն թույլ չէր տվել նախկինում։ Արարատի բոլոր աշխատակիցների հետ հանդիպումը տեղի ունեցավ ուրբաթ առավոտյան։ Ընկերության դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին ավելի քան 200 մարդ, բարձրաստիճան գործադիրներից մինչ մաքրության, սպասարկման անվտանգության աշխատակիցներ։ Հեղինեն բեմում էր Արմենի ընկերության նախագահի, Գորգ Մանուկյան անունով սպիտակամորուս տղամարդու կողքին, որը հիմնադրել էր Արարատը 30 տարի առաջ, հազվադեպ էր հայտնվում ամենօրյա գործունեության մեջ։ Գորգ Մանուկյանն էր, որ բացեց ժողովը, պատմելով այն հիշարժան հինգշաբթի օրը տեղի ունեցածի պատմությունը։ Նա մանրամասներ չխնայեց, ներառյալ այն մասը, որտեղ գործադիրները, այդ թվում ինքը ասոցացմամբ, ձախողվել էին ճանաչելու իրենց շրջապատում աշխատող արտասովոր տաղանդը։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր Հեղինեն փրկել ընկերության պատմության մեջ ամենամեծ գործարքը, ոչ թե տպավորիչ ակադեմիական կոչումներ կամ հզոր կապեր ունենալու շնորհիվ, այլ զուտ իրավասության քաջության։ Հետո Արմենի հերթն էր։ Նա արեց մի բան, որը Հեղինեն չէր սպասում։ Հրապարակայնորեն ներողություն խնդրեց ոչ միայն իրենից, այլ բոլոր այն աշխատակիցներից, որոնք զբաղեցնում էին հասարակության կողմից ստորադաս համարվող պաշտոններ։ Ճանաչեց իր նախապաշարմունքը, իր ամբարտավանությունը, իր ձախողումը մարդկանց տեսնելու որպես ամբողջական մարդկային էակներ, այլ ոչ թե պարզապես գործառույթներ կորպորատիվ մեխանիզմում։ Եվ հայտարարեց տաղանդների զարգացման նոր ծրագրի մասին, որի նպատակը կլիներ բացահայտել թաքնված հմտությունները ամբողջ ընկերությունում, ստեղծել իրական ուղիներ բոլոր աշխատակիցների մասնագիտական աճի համար, անկախ նրանց սկզբնական դիրքից։ Վերջապես, Հեղինեին հրավիրեցին խոսելու։ Նա մոտեցավ խոսափողին արագացած սրտխփոցով, նայելով դեմքերի այդ ծովին։
Տեսավ մաքրության գործընկերներին, որոնց հետ կիսել էր հանդերձարաններ սուրճի ընդմիջումներ, տեսավ անվտանգության աշխատակիցներին, որոնք ամեն առավոտ ողջունում էին իրեն, տեսավ ընդունարանի աշխատակիցներին, որոնք հոգնած ժպիտներ էին փոխանակում իր հետ աշխատանքային օրվա վերջում։ Եվ նրանց աչքերում տեսավ մի բան, որը ստիպեց իրեն հասկանալ տեղի ունեցածի իրական մասշտաբը։ Դա միայն իր մասին չէր։ Դա հույսի մասին էր։ Այն հնարավորության մասին, որ նրանք նույնպես կարող էին տեսանելի լինել, ճանաչվել, գնահատվել։ Ես յուրահատուկ չեմ, սկսեց Հեղինեն, զարմանքի մրմունջ անցավ լսարանով։ Լուրջ չեմ։ Ես գերբնական ուժեր չունեմ, հանճար չեմ, ինչ-որ կախարդական շնորհով չեմ ծնվել։ Այն, ինչ ես ունեմ, հետաքրքրասիրություն է, նվիրում, հրաժարում, ընդունելու, որ իմ ներկա դիրքը սահմանում է իմ ապագա ներուժը։ Եվ ես երաշխավորում եմ, որ ձեզանից շատերը նույնպես դա ունեն։ Ունեն տաղանդներ, հմտություններ, երազանքներ, որոնք թաքցնում են, որովհետև կարծում են, որ ոչ ոքի դա չի հետաքրքրում, որ ոչ ոք չի լսի, որ փորձելն անիմաստ է։ Նա դադար տվեց, զգուշորեն ընտրելով իր հաջորդ խոսքերը։ Բայց արժե։ Միշտ արժե։ Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս շաբաթ, հրաշք չէր, այլ հնարավորություն, որին ես պատրաստ էի կառչել, երբ այն վերջապես հայտնվեց։ Ես տարիներ շարունակ սովորել եմ, չիմանալով, թե արդյոք երբեք օգտագործեմ այդ գիտելիքը նշանակալից ձով։ Բայց շարունակեցի սովորել, որովհետև հավատում էի, որ գիտելիքն ինքնին արժեք ունի, անկախ անմիջական կիրառությունից։ Եվ երբ հնարավորությունը հայտնվեց, երբ այդ ժողովը սկսեց փլուզվել, ես ունեի անհրաժեշտ գործիքները փոփոխություն մտցնելու համար։ Նա նայեց սենյակի շուրջը, տեսողական կապ հաստատելով մի քանի մարդկանց հետ։ Այսպիսով, իմ հրավերն է ձեզ։ Մի սպասեք թույլտվության, արտասովոր լինելու համար։ Մի սպասեք, որ ինչ-որ մեկը բացահայտի ձեր տաղանդը։ Մշակեք այն ինքնուրույն, զարգացրեք այն ստվերներում, եթե անհրաժեշտ է, բայց երբեք մի հրաժարվեք դրանից։ Որովհետև մի օր, մի ձով, որը դուք գուցե դեռ չեք էլ պատկերացնում, այդ տաղանդը կարող կլինի։ Եվ երբ այդ պահը գա, դուք պատրաստ կլինեք, ինչպես ես էի։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Մարդիկ ոտքի կանգնեցին, ծափահարում էին, շատերը լաց էին լինում։ Հեղինեն տեսավ հավաքարարներից մեկին, որն աշխատում էր իր հետ նույն հերթափոխում, Աննա անունով մի կին, որը միշտ խոսում էր ուսուցիչ դառնալու իր երազանքի մասին, բայց փողի սղության պատճառով թողել էր մանկավարժական համալսարանը, սրբում էր արցունքները դեմքից, ծափահարելով։ Տեսավ մի անվտանգության աշխատակցի, որը մի անգամ պատահաբար նշել էր, որ սահուն անգլերեն է խոսում, որովհետև զբոսավար էր եղել, նախքան ֆինանսական խնդիրները ստիպել էին նրան փոխել կարիերան, թափահարում էր նրան հսկայական ժպիտով։ Տեսավ տասնյակ դեմքեր, որոնցից յուրաքանչյուրը գրում էր իր սեփական պատմությունները թաքնված տաղանդների հետաձգված երազանքների մասին։ Եվ այդ պահին Հեղինեն մի խորը բան հասկացավ։ Իր իրական հաղթանակը ոչ թե իր սեփական վերելքը կլիներ, այլ այն ճանապարհը, որը նա կբացեր ուրիշների համար։ 3 տարի էր անցել այն հինգշաբթի առավոտից, որը փոխեց ամեն ինչ։ Հեղինեն նստած էր իր գրասենյակում, Ararat Import-Export-ի, որն այժմ վերանվանվել էր Ararat Global Solutions 25-րդ հարկում, խորելով իր անցած արտասովոր ճանապարհի մասին։ Գրասենյակը իր ապակե պատերով երանի արտոնյալ տեսարանով շատ տարբեր էր այն զուսպ անկյունից, որտեղ նա սովորաբար թաքնվում էր իր մաքրության սայլակով։ Բայց ամենամեծ տարբերությունը ֆիզիկական տարածության մեջ չէր, այլ այն ամենի մեջ, ինչ այդ տարածությունը ներկայացնում էր։ Նրա հեռախոսը զանգեց, ընդհատելով մտքերը։ Զանգում էր Աննան, նախկին հավաքարարը, որն այժմ համակարգում էր ընկերության մարդկային զարգացման բաժինը, հենց այն ծրագիրը, որը Հեղինեն պահանջել էր որպես իր պայմաններից մեկը 3 տարի առաջ։ Աննան վերսկսել էր մանկավարժություն սովորել ընկերության կողմից հովանավորվող ամբողջական կրթաթոշակով, կիրառում էր իր բնատուր ուսուցչական տաղանդները, այլ աշխատակիցների մոտ հմտություններ բացահայտելու զարգացնելու համար։ Հեղինե, դու պետք է սա տեսնես, Աննայի ձայնը լի էր հուզմունքով։ Կարենը, այն անվտանգության աշխատակիցը, որն անգլերեն էր խոսում, հիշում ես նրան։ Մենք հենց նոր նրան առաջխաղացում տվեցինք, դարձնելով միջազգային գործառնությունների օգնական։ Իսկ Մարինեն, ընդունարանի աղջիկը, որն ազատ ժամանակ այդ անհավանական աղյուսակներն էր ստեղծում։ Նա ղեկավարում է մեր տվյալների վերլուծության նոր թիմը։ Ծրագիրն աշխատում է, Հեղինե։ Իսկապես աշխատում է։ Հեղինեն ժպտաց, զգալով այն ծանոթ ջերմությունը կրծքում, որը միշտ գալիս էր, երբ տեսնում էր, թե ինչպես են այլ մարդիկ իրենց հնարավորությունները ստանում։ Ես գիտեի, որ կաշխատի։
Մենք պարզապես պետք է դադարեինք նայել համազգեստներին, սկսեինք նայել մարդկանց։ Զանգն ավարտելուց հետո Հեղինեն բացեց իր նոութբուքը, վերանայեց այն թվերը, որոնք պետք է ներկայացներ կեսօրվա ժողովին։ Այն 3 տարիների ընթացքում, երբ նա ստանձնել էր միջազգային հաղորդակցության համակարգողի պաշտոնը, Արարատն իր գործունեությունը ընդլայնել էր 12 տարբեր երկրներում, քառապատկել իր շրջանառությունը, դարձել հղման կետ հայկական համաշխարհային արտրի շուկայում։ Բայց այն թվերը, որոնցով Հեղինեն ամենաշատն էր հպարտանում, ֆինանսական չէին։ Դրանք մարդկանց թվերն էին։ 143 աշխատակիցներ ներքին կարգով առաջխաղացում էին ստացել վերջին 3 տարիների ընթացքում, մեծամասնությունը գալիս էր գործառնական պաշտոններից, որոնք նախկինում համարվում էին անելանելի։ Ընկերությունը ներդրել էր շարունակական կրթության ծրագրեր, առաջարկելով կրթաթոշակներ տեխնիկական դասընթացների, բակալավրիատի, նույնիսկ ասպիրանտուրայի համար։ Նրանք ստեղծել էին մենթորության համակարգ, որտեղ ավելի փորձառու գործադիրները ուղեկցում էին աճի ներուժ ունեցող աշխատակիցներին, անկախ նրանց սկզբնական դիրքից։ Եվ, գուցե ամենակարևորը, նրանք մշակել էին բոլորովին նոր կազմակերպչական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր մարդու հարգանքն ու արժեքը հիմնարար սկզբունքներ էին, ոչ թե պարզապես գեղեցիկ բառեր էթիկայի կանոնագրքում։ Հեղինեի պատմությունը տարածվել էր Արարատի սահմաններից շատ հեռու։ Բիզնես ամսագրերը հոդվածներ էին հրապարակել բազմալեզու հավաքարարի մասին, որը դարձել էր հարգված գործադիր։ Հեռուստատեսային հաղորդումները նրան հրավիրում էին հարցազրույցների։ Համալսարանները նրան կանչում էին դասախոսությունների։ Եվ այն, ինչ սկսվել էր որպես հաղթահարման անհատական պատմություն, վերածվել էր շարժման, ոգեշնչելով այլ հայկական ընկերությունների վերանայելու տաղանդների գնահատման իրենց սեփական գործելակերպերը։ Բայց ամեն ինչ հեշտ չէր եղել։ Հեղինեն զգալի դիմադրության էր հանդիպել, հատկապես առաջին ամիսներին։ Կային գործադիրներ, բացի Արմենից, որոնք դժգոհում էին նրա արագ վերելքից, որոնք կասկածի տակ էին դնում նրա լեգիտիմությունը, որոնք անհամբեր սպասում էին ցանկացած սխալի, որը կարդարացներ նրան պաշտոնից հեռացնելը։ Եղել են ժողովներ, որտեղ նրա կարծիքն անտեսվել է, իրավիճակներ, որտեղ փորձել են վարկաբեկել նրան, պահեր, երբ նա տուն էր վերադառնում ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով հյուծված, կասկածելով, թե արդյոք իսկապես արժանի է լինել այնտեղ, որտեղ գտնվում է։ Հենց նրա մայրը, Սաթենիկն էր, որ միշտ նրան կենտրոնացած էր պահում այդ դժվար պահերին։ Սաթենիկի առողջությունը զգալիորեն բարելավվել էր վերջին տարիներին, ոչ միայն որովհետև այժմ նրանք ռեսուրսներ ունեին ավելի լավ բուժումների համար, այլ որովհետև, ըստ բժիշկների, նա ապրելու նոր մոտիվացիա էր գտել, տեսնելով իր դստեր ծաղկումը։ Կասկածի գիշերներին, երբ Հեղինեն տուն էր հասնում օրվա ծանրությունը կրելով, Սաթենիկը թեյ էր պատրաստում նրան հիշեցնում մի հիմնարար բան. «Դու այստեղ չես հասել բախտի կամ բարեհաճության շնորհիվ։ Հասել ես արժանիքով, քրտնաջան աշխատանքով, տարիների նվիրումով, երբ ոչ ոք չէր նայում։ Երբեք թույլ մի տուր, որ որևէ մեկը քեզ ստիպի մոռանալ դա»։ Հեռախոսի զանգը նորից հնչեց։ Դա Հեղինեի քարտուղարուհին էր, որը տեղեկացնում էր, որ Արմեն Պետրոսյանը սպասում է կեսօրվա ժողովից առաջ արագ զրույցի համար։ Հեղինեն խնդրեց, որ նա ներս մտնի, հետաքրքրված, թե նա ինչ կարող է ուզենալ։ Արմենը ներս մտավ ժպիտը դեմքին, գրելով ծավալուն թղթապանակ։ Նրանց հարաբերությունները կտրուկ փոխվել էին վերջին տարիներին։ Սկզբնական շոկից իշխանության լարված դինամիկայից նրանք զարգացրել էին ընկերությանը մոտ մի բան, հիմնված փոխադարձ հարգանքի ընդհանուր նպատակների վրա։ Արմենը ի պատիվ իրեն, իսկապես փոխվել էր այն հիշարժան հինգշաբթի օրվա իրադարձություններից հետո։ Դարձել էր տաղանդների զարգացման ծրագրի բարձրաձայն պաշտպան, հաճախ իր սեփական նախապաշարմունքի պատմությունն օգտագործում էր որպես օրինակ գիտակից առաջնորդության մասին դասախոսություններում։ Նորություններ ունեմ, հայտարարեց նա, նստելով Հեղինեի սեղանի դիմացի աթոռներից մեկին։ Հիշում ես այն առաջարկը, որն ուղարկել էինք Եվրոպական հանձնաժողովին, հայկական-եվրոպական ընկերությունների միջ լեզվական մշակութային ուսուցման կամուրջներ ստեղծելու մասին։ Հիշում եմ։ Հաստատել են։ Հաստատել են, ուզում են, որ հենց դու համակարգես ծրագիրը։ Դա 5 տարվա նախագիծ է, 20 միլիոն եվրո բյուջեով։ Այն կներառի հարյուրավոր մասնագետների ուսուցում, կրթական նյութերի ստեղծում, ինստիտուցիոնալ գործընկերությունների հաստատում։ Դա հսկայական է, Հեղինե։ Եվ նրանք քեզ են ընտրել, որովհետև քո պատմությունը, քո ինքնուսուցման մեթոդաբանությունը, լեզվական գիտելիքների ժողովրդավարացման քո տեսլականը համահունչ են եղել նրանց նպատակներին։ Հեղինեն զգաց հուզմունքի ալիք, խառնված մտավախության մի կայծի հետ։
Դա անհավանական հնարավորություն էր, բայց նա կնշանակեր հաճախակի ճանապարհորդություններ, ել ավելի մեծ պարտականություններ, միջազգային ճանաչում, որը նրան կտաներ շատ ավելի հեռու այն հարմարավետության գոտուց, որը նա զգուշորեն կառուցել էր վերջին տարիներին։ Ես, սկսեց նա, հետո դադար տվեց, փնտրելով ճիշտ բառերը։ Ես պետք է մտածեմ դրա մասին։ Դա մեծ պատասխանատվություն է։ Եվ դու ավելին ես, քան ունակ դրանով զբաղվելու, Արմենը վստահորեն պատասխանեց։ Բայց հասկանում եմ, որ որոշելու համար ժամանակի կարիք ունես։ Պարզապես շատ մի ուշացիր, նրանք պատասխան են ուզում մինչ ամսվա վերջ։ Արմենի հեռանալուց հետո Հեղինեն մնաց մենակ իր մտքերի հետ։ Նայեց պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքը անվերջ ձգվում բոլոր ուղղություններով։ Մտածեց, թե ով էր ինքը 3 տարի առաջ, մաքրության սայլակ հրելով, իր տաղանդները թաքցնելով, անտեսանելիությունն ընդունելով որպես իր ճակատագիր։ Եվ մտածեց, թե ով է ինքը հիմա։ Հարգված գործադիր, պահանջված բանախոս, տասնյակ մարդկանց մենթոր, պատրաստ ստանալու առաջարկ, որը նրան կդներ միջազգային ասպարեզում։ Բայց այս ամենից ավելի կարևոր, նա մտածեց իր ուղու իրական նշանակության մասին։ Խոսքը ոչ թե աղքատությունից փախչելու կամ սոցիալական կարգավիճակ նվաճելու մասին էր։ Խոսքը մի հիմնարար բան ապացուցելու մասին էր։ Որ մարդկային տաղանդը շատ ավելի առատ բազմազան է, քան դասակարգային ֆորմալ կրթության կոշտ համակարգերն են ճանաչում։ Խոսքը ցույց տալու մասին էր, որ հավաքարարը կարող էր փրկել 23 միլիոն դրամի գործարք ոչ թե չնայած հավաքարար լինելուն, այլ որովհետև նա ամբողջական, բարդ անձնավորություն էր, լի հմտություններով, որոնք պարզապես նախկինում չէին տեսնվել։ Կեսօրվա ժողովը ճապոնացի ներդրողների հետ էր, նույն նրանց, որոնք ներկա էին այն հինգշաբթի օրը 3 տարի առաջ։ Տիկին Յամամոտոն նրա ամուսինը դարձել էին ոչ միայն բիզնես գործընկերներ, այլ Հեղինեի անձնական ընկերները։ Նրանք այցելում էին միմյանց, կանոնավոր զանգեր էին փոխանակում, տիկին Յամամոտոն նույնիսկ հովանավորել էր փոխանակման ծրագիր, որը կարիքավոր համայնքներից երիտասարդ հայերին բերում էր ճապոնական ընկերություններում պրակտիկայի։ Ժողովը կատարյալ ընթացավ, ինչպես միշտ լինում էր, երբ Հեղինեն ներկա էր։ Նա ոչ միայն բառեր էր թարգմանում, այլ համատեքստեր, մտադրություններ, մշակութային նրբություններ։ Նա զարգացրել էր բոլորովին տարբեր մշակույթների մարդկանց ստիպելու յուրահատուկ հմտություն, իրար կողմից իսկապես հասկացված զգալու։ Նա կենդանի կամուրջ էր աշխարհների միջ դա անում էր մի բնական շնորհով, որը գալիս էր տարիների լուռ պրակտիկայից ուշադիր դիտարկումից։ Երբ ժողովն ավարտվեց, բոլորն արդեն հեռացել էին, տիկին Յամամոտոն խնդրեց առանձին խոսել Հեղինեի հետ։ Նրանք նստեցին փոքր սենյակներից մեկում, միայն երկուսով, ճապոնուհին մայրական քնքշությամբ բռնեց Հեղինեի ձեռքերը։ Հեղինե-սան, ասաց նա ճապոներենով, մի լեզու, որը նրանք ընտրել էին որպես իրենց հատուկ անձնական հաղորդակցությանց։ Ես մի բան կպատմեմ, որը երբեք նախկինում չեմ պատմել։ Երբ ես եկա այն ժողովին 3 տարի առաջ, խորապես հիասթափված էի բիզնես աշխարհից։ 40 տարի անցկացրել էի կորպորատիվ միջավայրերում, որտեղ միայն փողն ու իշխանությունն էին կարող, որտեղ մարդկանց վերաբերվում էին որպես մեկանգամյա օգտագործման գործիքների։ Մտածում էի թոշակի անցնելու, այդ ամենից հրաժարվելու մասին։ Նա դադար տվեց, աչքերը արցունքոտվել էին։ Հետո ես տեսա ձեզ։ Տեսա մի երիտասարդ կնոջ, որին հրապարակայնորեն նվաստացնում էին ամբարտավան գործադիրները, տեսա, թե ինչպես դուք ոչ միայն գոյատեցիք այդ նվաստացումը, այլ այն վերածեցիք մի արտասովոր բանի։ Դուք ինձ հիշեցրիք, թե ինչու էի ես ընտրել այդ կարիերան ի սկզբանե։ Ոչ թե փողի կամ կարգավիճակի համար, այլ մարդկանց կապելու, կամուրջներ կառուցելու, փոփոխություն մտցնելու հնարավորության համար։ Դուք ինձ նորից հույս տվեցիք, Հեղինե։ Եվ ոչ միայն ինձ։ Մենք բոլորս, որոնք այդ օրը այդ սենյակում էինք, փոխվեցինք ձեր քաջության շնորհիվ։ Հեղինեն գրկեց տիկին Յամամոտոին, երկուսն էլ լուռ լաց էին լինում։ Հենց այսպիսի պահերին էր, որ Հեղինեն հասկանում էր իր գործողությունների իրական ազդեցությունը։ Դրանք ոչ միայն ընկերության աճի տպավորիչ թվերն էին, կամ նախկին գործառնական աշխատակիցների առաջխաղացումները, կամ նույնիսկ իր սեփական մասնագիտական վերելքը։ Դա այն փաստն էր, որ նա կյանքեր էր շոշափել այնպիսի ձերով, որոնք նույնիսկ չէր պատկերացնում, որ ոգեշնչել էր մարդկանց ամբողջ աշխարհում տեսնելու հնարավորություններ, որտեղ նախկինում միայն սահմանափակումներ էին տեսնում։ Այդ գիշեր Հեղինեին հրավիրել էին հատուկ ընթրիքի, կազմակերպված Արարատ ի նախագահ Գորգ Մանուկյանի կողմից։ Դա պատմական ժողովից 3 տարի անց կազմակերպված տոնակատարություն էր, բայց նա կարևոր հայտարարություն։
Երբ բոլորը հավաքվել էին ընկերության միջոցառումների սրահում, Գորգը բարձրացավ այդ առիթով տեղադրված փոքր բեմ։ 3 տարի առաջ սկսեց Գորգը, նրա ձայնը կրում էր 0-ից բիզնես կայսրություն կառուցած մարդու իմաստությունը, այս ընկերությունը գրեթե կորցրեց իր պատմության մեջ ամենամեծ գործարքը, որովհետև մենք ձախողվեցինք տեսնելու այն, ինչ հենց մեր աչքի առաջ էր։ Մի արտասովոր կին աշխատում էր մեր շրջապատում, բայց մենք նրան վերաբերվում էինք որպես անտեսանելիի։ Նա կարող էր իր տաղանդը իրեն պահել, կարող էր թույլ տալ, որ մենք ձախողվենք, որպես պատիժ մեր կուրության համար։ Բայց նա ընտրեց ավելի դժվար ճանապարհը։ Փրկեց մեզ, հետո սովորեցրեց մեզ ավելի լավը լինել։ Նա ժեստ արեց Հեղինեին, հրավիրելով նրան բեմ։ Եկեք այստեղ, խնդրում եմ։ Հեղինեն բարձրացավ, զգալով իրեն հարված տասնյակ աչքերը։ Ճանաչեց դեմքեր հանդիսատեսի մեջ։ Աննան, Կարենը, Մարինեն, շատ ուրիշներ, որոնց կյանքերը փոխվել էին տաղանդների զարգացման ծրագրի շնորհիվ։ Տեսավ իր մորը, Սաթենիկին, նստած առաջին շարքում, էլեգանտ նոր զգեստով, առողջ պայծառ։ Տեսավ Արմենին, քաջալերական նշան անելով։ Եվ տեսավ աշխատողների ընկերության բոլոր մակարդակներից միավորված մի բանի տոնակատարության մեջ, որը շատ ավելին էր, քան պարզապես անհատական հաջողության պատմություն։ Հեղինե Հակոբյան, շարունակեց Գորգը, դուք ոչ միայն գործարք փրկեցիք այդ օրը։ Դուք փոխակերպեցիք մի ամբողջ մշակույթ։ Փոխեցիք այն ձը, թե ինչպես ենք մենք տեսնում տաղանդը, ինչպես ենք վերաբերվում մարդկանց, ինչպես ենք ստեղծում հնարավորություններ։ Այդ պատճառով, ի նշան ճանաչման այն ամենի, ինչ դուք արել եք շարունակում եք անել, Արարատի տնօրենների խորհուրդը որոշեց ձեզ առաջխաղացում տալ, դարձնելով գլոբալ գործառնությունների մարդկային հարաբերությունների փոխնախագահ։ Դա նոր պաշտոն է, որը մենք ստեղծել ենք հատուկ ձեզ համար, համատեղելով ձեր փորձառությունը միջազգային հաղորդակցության ոլորտում ձեր մարդկանց գնահատման տեսլականի հետ։ Սրահը պայթեց ծափահարություններից։ Հեղինեն մի քանի վայրկյան անշարժ մնաց, վերամշակելով տեղեկատվությունը։ Փոխնախագահ։ Դա մի կոչում էր, որը 3 տարի առաջ այնքան հեռու գտվար, որքան լուսինը։ Եվ նույնիսկ հիմա, նրա մի մասը դեռ չէր կարողանում լիովին հավատալ։ Բայց ավելին կա, շարունակեց Գորգը, երբ ծափահարությունները մարեցին։ Մենք որպես ընկերություն որոշեցինք հիմնադրել Հեղինե Հակոբյանի անվան ինստիտուտ ոչ արդրային կազմակերպություն, որը նվիրված կլինի կարիքավոր համայնքներում տաղանդների բացահայտմանը զարգացմանը, հատուկ շեշտադրումով լեզվական մշակութային կրթության վրա։ Հեղինեն կհամակարգի ինստիտուտը, որը կունենա 5 միլիոն դրամի սկզբնական ֆինանսավորում, հենց Արարատի կողմից, գումարած մեր միջազգային գործընկերների ներդրումները։ Նպատակն է ավելի մեծ մասշտաբով կրկնօրինակել այն, ինչ մենք արել ենք այստեղ, գտնել թաքնված հեղինեներին ամբողջ Հայաստանում նրանց տալ այն հնարավորությունները, որոնց նրանք արժանի են։ Այս անգամ Հեղինեն չկարողացավ զսպել արցունքները։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ այնքան խորը, այնքան լիարժեք ուրախության, որ նրա մարմինը այլ կերպ չուներ այն արտահայտելու։ Նա մտածեց բոլոր այն երեխաների մասին, որոնք, ինչպես ինքը, երազում էին իրենց հանգամանքներից դուրս աշխարհների մասին։ Մտածեց, թե քանի տաղանդ է վատնվում ամեն օր, որովհետև մարդիկ ծնվում են սխալ վայրերում, սխալ ընտանիքներում, սխալ իրավիճակներում։ Եվ հիմա, նա կունենար ռեսուրսներ հարթակ, իրական փոփոխություն մտցնելու այդ կյանքերից շատերում։ Երբ իր խոսելու հերթը հասավ, Հեղինեին մի քանի պահ պետք եկավ ինքնատիրապետումը վերականգնելու համար։ Նայեց հավաքված բոլոր այդ մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը կրում էր պայքարի հաղթահարման իր սեփական պատմությունները, խորը կապ զգաց նրանցից յուրաքանչյուրի հետ։ 3 տարի առաջ, սկսեց նա, նրա ձայնը արձագանքում էր լուր սրահում, ես անտեսանելի էի։ Ոչ թե որովհետև հավաքարար էի, այլ որովհետև մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը մարդկանց սովորեցնում է նայել միայն մակերեսներին, կոչումներին, արժեքի արտաքին ցուցիչներին։ Հավաքարարներ, դռնապաններ, անվտանգության աշխատակիցներ, ընդունարանի աշխատակիցներ, բոլոր այս էական մասնագետները, որոնք պահում են աշխարհը գործող, վերաբերվում են այնպես, կարծես նրանք ներքին կյանք չունեն, կարծես երազանքներ, տաղանդներ, լսվելու արժանի պատմություններ չունեն։ Նա դադար տվեց, զգուշորեն ընտրելով իր հաջորդ խոսքերը։ Բայց ես մի կարևոր բան բացահայտեցի այն 5-շաբթի օրը։ Անտեսանելիությունը մշտական վիճակ չէ։ Դա հավաքական ընտրություն է, որը մենք անում ենք, երբ դադարում ենք իսկապես տեսնել միմյանց։ Եվ այն կարող է վերածվել այն պահին, երբ մենք որոշում ենք նայել, իսկապես նայել, թե ով է մեր կողքին։
Որովհետև երբ մենք իսկապես նայում ենք, երբ տեսնում ենք համազգեստներից, պաշտոններից այն կողմ, մենք բացահայտում ենք, որ աշխարհը լի է արտասովոր մարդկանցով, որոնք սովորական աշխատանք են կատարում, պարզապես սպասելով մի հնարավորության ցույց տալու, թե ինչի են ընդունակ։ Ծափահարությունները սկսվեցին, բայց Հեղինեն մեղմորեն ձեռքը բարձրացրեց, խնդրելով շարունակել։ Այսպիսով, երբ Գորգը խոսում է իմ անունով ինստիտուտ հիմնելու մասին, ես պատիվ եմ զգում, բայց նա ուզում եմ մի բան հստակեցնել։ Այս ինստիտուտը իմ մասին չէ։ Այն 14-ամյա աղջկա մասին է, որն այս պահին աշխատում է Դիլիջանի մի հյուրատանը, զրուցելով զբոսաշրջիկների հետ երազելով աշխարհի մասին։ Այն երիտասարդ անվտանգության աշխատակցի մասին է, որը խոսում է 3 լեզվով, բայց երբեք հնարավորություն չի ունեցել այդ տաղանդը մասնագիտորեն օգտագործելու։ Այն միայնակ մոր մասին է, որն աշխատանքի ընդմիջումներին անհավանական աղյուսակներ է ստեղծում, բայց ոչ ոք երբեք չի նկատել։ Այն բոլոր անտեսանելի մարդկանց մասին է, որոնք, իրականում, արտասովոր են։ Նա ուղիղ նայեց իր մորը, Սաթենիկին, որը բացահայտ լաց էր լինում առաջին շարքում։ Եվ այն մայրերի, հայրերի, տատիկների, պապիկների, ընտանիքների մասին է, որոնք զոհաբերում են ամեն ինչ, իրենց երեխաներին ավելի լավ հնարավորություն տալու համար։ Իմ մայրը թողեց իր սեփական երազանքները, ինձ մեծացնելու համար։ Նա ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը չի գալիս նրանից, թե որքան փող ունես կամ ինչ պաշտոն ես զբաղեցնում, այլ նրանից, թե ինչպես ես վերաբերվում ուրիշներին երբեք չհանձնվելու նրան, ով դու իրականում ես, անկախ նրանից, թե ինչ է ասում աշխարհը։ Իմ ունեցած յուրաքանչյուր հաջողություն, իմ նվաճած ամեն ինչ կառուցվել է այն հիմքի վրա, որը նա ինձ տվել է։ Եվ դա մի բան է, որը Հեղինե Հակոբյանի անվան ինստիտուտը կպատվի։ Ոչ միայն անհատական տաղանդները, այլ դրանց աջակցող սիրո աջակցության ցանցերը։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Մարդիկ ոտքի էին կանգնում, ծափահարում, լաց լինում, գրկախառնվում։ Դա ավելին էր, քան մասնագիտական տոնակատարություն։ Դա մարդկային վիճակի մասին մի հիմնարար բանի հավաքական ճանաչման պահ էր։ Որ մենք բոլորս արժեք ունենք, որ մենք բոլորս արժանի ենք տեսանելի լինելու, որ մենք բոլորս մեր մեջ կրում ենք արտասովոր լինելու հնարավորությունը։ Շաբաթներ անց Հեղինեն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Սկսեց կանոնավոր կերպով ճանապարհորդել տարբեր երկրներ, համակարգելով ծրագրեր, ուսուցանելով թիմեր, կառուցելով միջազգային համագործակցության ցանցեր։ Յուրաքանչյուր վայրում, որտեղ այցելում էր, պատմում էր իր պատմությունը ոչ թե որպես հաջողության անհատական ուղի, այլ որպես օրինակ, թե ինչ է տեղի ունենում, երբ արհեստական արգելքները վերածվում են իսկական տաղանդները ճանաչվում։ Հեղինե Հակոբյանի անվան ինստիտուտը արագ աճեց։ Իր առաջին տարում այն բացահայտեց աջակցեց 300 երիտասարդների կարիքավոր համայնքներից ամբողջ Հայաստանում, առաջարկելով կրթաթոշակներ լեզվի դասընթացների, մշակութային փոխանակումների, մասնագիտական մենթորության համար։ Այս երիտասարդներից շատերը իրենց ընտանիքների առաջին սերունդն էին, որոնք հասանելիություն ունեին այս տեսակի հնարավորությանը, ինչպես Հեղինեն էր եղել իր սեփական ընտանիքում։ Այն փոխակերպող 5 օրվանից 5 տարի անց Հեղինեին հրավիրեցին դասախոսության ժնում, Շվեյցարիա, մարդկային զարգացման միջազգային համաժողովում։ Դահլիճը լեփ-լեցուն էր տասնյակ տարբեր երկրներից ավելի քան 1000 մարդով։ Երբ նա բարձրացավ բեմ, զգաց նյարդայնության նպատակասլացության խառնուրդ։ Բայց հետո հանդիսատեսի խորքում տեսավ մի երիտասարդ կնոջ, մաքրուհու համազգեստով, կանգնած մուտքի դռան մոտ, դիտելով երազանքներով լի աչքերով, Հեղինեն անմիջապես իմացավ, թե ինչ պետք է ասի։ Սկսեց պատմել իր ամբողջական պատմությունը, չբաց թողնելով դժվար մասերը, չռոմանտիկացնելով պայքարները, չնվազեցնելով նվաստացումները։ Խոսեց աղքատության, կորստի, երազանքների գոյատման միջ ընտրություն կատարելու մասին։ Խոսեց գիշերները մենակ սովորելու, անտեսանելի լինելու զգացողության, երբեք բավարար չլինելու կաթվածահար անող վախի մասին։ Բայց նա խոսեց քաջության, տաղանդները մշակելու կարողության մասին, նույնիսկ երբ դրանք անօգուտ են թվում, այն մասին, թե ինչպես կարող է հանդգնության միակ պահը փոխել ամեն ինչ։ Եվ երբ ավարտում էր, ուղիղ նայեց դահլիճի խորքում գտնվող այն երիտասարդ մաքրուհուն ասաց մի բան, որը գիտեր, որ նա պետք է լսեր, որովհետև դա այն էր, ինչ ինքն էր պետք է լսեր տարիներ առաջ։ Դու, այո, դու, որ այնտեղ ես, մտածելով, որ այս վայրին չես պատկանում, որ այս խոսքերը քեզ համար չեն։ Դու սխալվում ես։ Իմ ասած յուրաքանչյուր բառ քեզ համար էր։ Որովհետև դու չես սահմանվում քո հագած համազգեստով կամ կատարած աշխատանքով։ Դու սահմանվում ես քո կրած երազանքներով, քո մշակած տաղանդներով, այն քաջությամբ, որը դու ընտրում ես կամ չես ընտրում գործադրել, երբ հնարավորությունը հայտնվի։
Եվ երբ այդ պահը գա, որովհետ այն կգա, հուսով եմ, որ դու կհիշես այս խոսակցությունը քո մեջ կգտնես այն ուժը, այդ քայլն առաջ անելու, քո տեղը պահանջելու, անտեսանելի լինելուց դադարելու համար։ Հանդիսատեսը շրջվեց, նայելու երիտասարդ կնոջը, Հեղինեն տեսավ նրա դեմքով հոսող արցունքներ, բայց նա մի ժպիտ, մի փայլ աչքերում, որն անմիջապես ճանաչեց։ Դա հույսն էր։ Դա այն կայծն էր, որը հնարավորությունը վերածում է իրականության։ Տարիները շարունակեցին անցնել։ Հեղինե Հակոբյանի անվան ինստիտուտը ընդլայնվեց Լատինական Ամերիկայի այլ երկրներ, հետո Աֆրիկա-Ասիա։ Հազարավոր երիտասարդներ ազդվեցին, շատերը գնացին արտասովոր կարիերաների տարբեր ոլորտներում։ Բայց Հեղինեն ոտքերը գետնին ամուր պահեց, միշտ հիշելով, թե որտեղից է եկել, կանոնավոր կերպով այցելելով այն համայնքներին, որոնց ինստիտուտը ծառայում էր, անձամբ զրուցելով շահառուների հետ, լսելով նրանց պատմությունները։ Սաթենիկն ապրեց, տեսնելու այս ամենը, առողջ երջանիկ, հպարտությամբ հետելով դստեր յուրաքանչյուր նվաճմանը։ Երբ վերջապես հեռացավ 83 տարեկանում, դա խաղաղությամբ էր, իմանալով, որ Հեղինեն ոչ միայն իրականացրել էր իր սեփական երազանքները, այլ ճանապարհներ էր ստեղծել, որպեսզի անթիվ ուրիշներ նույնպես իրականացնեն իրենցը։ Այն փոխակերպող առավոտից մեկ տասնամյակ անց Հեղինեն վերադարձավ Երան, հատուկ տոնակատարության համար։ Ararat Global Solutions-ը, որն այժմ Լատինական Ամերիկայի միջազգային արթրի խոշորագույն ընկերություններից մեկն էր, բացում էր նոր ուսումնական կենտրոն, որը կրելու էր Սաթենիկ Հակոբյանի, Հեղինեի մոր անունը, ի պատիվ բոլոր այն ընտանիքների, որոնք զոհաբերում են իրենց երեխաներին հնարավորություններ տալու համար։ Հեղինեն նորից բեմում էր, այժմ 42 տարեկան, մազերը սկսում էին ալեխառնվել, բայց աչքերը դեռ փայլում էին վճռականության նույն կրակով։ Նրա կողքին ինստիտուտի տասնյակ նախկին շահառուներ էին, որոնցից յուրաքանչյուրն այժմ իր ոլորտում կայացած մասնագետ էր, յուրաքանչյուրը կրում էր իր սեփական հաղթահարման պատմությունը։ Երբ խոսելու ժամանակը հասավ, Հեղինեն չկրկնեց այն պատմությունը, որը բոլորն արդեն գիտեին։ Փոխարենը խնդրեց, որ շահառուներից մի քանիսը պատմեն իրենց սեփական պատմությունները։ Մեկ առ մեկ նրանք բարձրացան բեմ։ Երիտասարդը Երանի մի թաղամասից, որն այժմ ծրագրային ապահովման ինժեներ էր տեխնոլոգիական ընկերությունում, աղջիկը մի փոքրիկ գյուղաքաղաքից, որը դարձել էր բժիշկ, վերադարձել էր ծառայելու իր համայնքին, տղան, որն աշխատում էր որպես ավտոկայանատեղի աշխատակից, բացահայտել էր, որ ճարտարապետության արտասովոր տաղանդ ունի։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր էր, բայց բոլորը կիսում էին նույն թեման։ Անտեսված տաղանդը, որը վերջապես գտել էր իր ճանապարհը։ Երբ բոլորը խոսել էին, Հեղինեն եզրափակեց պարզ, բայց խորը խոսքերով։ Մի օր, շատ տարիներ առաջ, ես մի խումբ գործադիրների ասացի, որ խոսում եմ 15 լեզվով։ Նրանք ծիծաղեցին ինձ վրա։ Անհնար համարեցին, որ մի հավաքարար կարող է նման հմտություն ունենալ։ Բայց երբ ես ապացուցեցի, որ դա ճիշտ է, երբ ցույց տվեցի, որ իմ տաղանդն իրական է, արժեքավոր, ամեն ինչ փոխվեց։ Ոչ միայն ինձ համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր եկան հետո։ Նա նայեց լեփ-լեցուն դահլիճին, տեսնելով բոլոր տարիքի, սոցիալական դասերի, ծագման դեմքեր։ Դուք, որ այստեղ եք այսօր, ձեզանից յուրաքանչյուրը տաղանդներ է կրում։ Դրանք կարող են լինել թաքնված, թերագնահատված, անտեսված, բայց դրանք գոյություն ունեն։ Եվ իմ ուղերձը ձեզ պարզ է, մի սպասեք թույլտվության, արտասովոր լինելու համար։ Մի սպասեք, որ ինչ-որ մեկը ձեզ բացահայտի։ Մշակեք ձեր տաղանդները, զարգացրեք ձեր հմտությունները, ձեր երազանքները կենդանի պահեք, նույնիսկ երբ աշխարհն ասում է, որ դրանք անհնար են։ Որովհետև մի օր, երբ հնարավորությունը հայտնվի, այն կհայտնվի, դուք պատրաստ կլինեք։ Եվ երբ այդ օրը գա, երբ դուք կատարեք այդ քայլն առաջ, ապացուցեք ձեր արժեքը, հիշեք, որ դուք ոչ միայն փոխում եք ձեր սեփական կյանքերը։ Դուք ճանապարհ եք բացում բոլոր նրանց համար, ովքեր կգան ձեզանից հետո։ Նա վերջին դադարը տվեց, զգալով իր վրա բոլոր այդ աչքերի ծանրությունը։ Եվ երբ դուք բարձրանաք, երբ հասնեք ձեր նպատակներին, երբ նվաճեք ձեր դիրքերը, արեք այն, ինչ ես արեցի։ Ձեռք մեկնեք մյուսներին էլ ձեզ հետ քաշեք։ Որովհետև իրական հաղթանակը մենակ բարձրանալը չէ։ Այն յուրաքանչյուր նվաճված աստիճանը սանդուղքի վերածելն է, որպեսզի ուրիշները նույնպես կարողանան բարձրանալ։ Այն յուրաքանչյուր անձնական հաղթանակն օգտագործելն է հավաքական հաղթանակներ ստեղծելու համար։ Այն հիշելն է, որ մենք մի ժամանակ անտեսանելի էինք, երաշխավորելը, որ ավելի քիչ մարդիկ ստիպված լինեն ապրել այդ անտեսանելիության մեջ։ Վերջին խոսքերը արձագանքեցին դահլիճում, հետում թողնելով խորը, խորհրդածական լռություն։
Հետո եկավ ծափահարությունը, երկար զգացմունքային, ոչ միայն Հեղինեի, այլ այն ամենի համար, ինչ նա ներկայացնում էր։ Փոխակերպման հնարավորությունը, յուրաքանչյուր մարդկային էակին տեսնելու գնահատելու կարողությունը, այն հիմնարար համոզմունքը, որ տաղանդը հաստատուն հասցե չունի, որոշակի համազգեստ չի կրում, գոյություն ունենալու համար հավատարմագրերի կարիք չունի։ Երբ Հեղինեն իջավ բեմից, նրան գրկեցին տասնյակ մարդիկ, յուրաքանչյուրը ցանկանալով շնորհակալություն հայտնել, կիսվել իրենց պատմություններով, արտահայտել, թե ինչպես էր նա իրենց ոգեշնչել։ Եվ մինչ նա ստանում էր այդ գրկախառնությունները, մինչ լսում էր երախտագիտության այդ խոսքերը, Հեղինեն մտածեց այն 14-ամյա աղջկա մասին, որն ինքն էր եղել, զրուցելով զբոսաշրջիկների հետ Դիլիջանի մի հյուրատանը, երազելով աշխարհի մասին։ Մտածեց 32 տարեկան կնոջ մասին, որը մաքրության սայլակ էր հրում, 15 լեզու սովորում ստվերներում, բոլորի համար անտեսանելի։ Եվ մտածեց այն կնոջ մասին, որն ինքը հիմա էր։ Ոչ կատարյալ, ոչ առանց պայքարների կամ կասկածների, բայց ապրելով նպատակային իմաստալից կյանք, իր նվաճումներն օգտագործելով ուրիշների համար ճանապարհներ լուսավորելու։ Այդ գիշեր, մենակ իր բնակարանում, Հեղինեն բացեց այն հին տետրերից մեկը, որտեղ տասնամյակներ առաջ օտար բառեր էր գրառել։ Էջերը դեղնել էին, տառերը գրված էին դեռահասի անվստահ ձեռագրով։ Բայց բառերը դեռ այնտեղ էին պահպանված, լուր վկաներ մի արտասովոր ճանապարհորդության, որը սկսվել էր շատ ավելի վաղ, քան այն 3 տարի առաջվա հինգշաբթի օրը։ Նա տետրի հետի կազմին վերջին գրառումն արեց, հայերենով, պարզ ուղիղ։ Տաղանդը միշտ գոյություն է ունեցել։ Պարզապես պետք էր, որ այն տեսնվեր։ Եվ երբ այն տեսնվեց, փոխեց ոչ թե մեկ կյանք, այլ հազարավորներ։ Թող յուրաքանչյուր մարդ, որն իրեն անտեսանելի է զգում, հիշի սա։ Դու սպասում ես ոչ թե հրաշքի, այլ հնարավորության։ Եվ երբ այն գա, պատրաստ եղիր արտասովոր լինելու։